Մի երիտասարդ աղջիկ զբաղեցնում է իր հիվանդ մոր տեղը մայրաքաղաքի մերձակայքում գտնվող մի շքեղ առանձնատանը։ Այնտեղ նա բացահայտում է խիստ հիերարխիաների փակ դռների հետում թաքնված մութ գաղտնիքների մի աշխարհ։ Այն, ինչ սկսվեց որպես ժամանակավոր աշխատանք, կվերածվի քաջության փրկության մի ճանապարհորդության։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Մանեն ամուր սեղմեց իր մաշված կտորե պայուսակի բռնակը դիտելով Վարդանյանների առանձնատան դարբնագործ երկաթյա դարպասները։ 17 տարեկանում նա երբեք չէր եղել նման տպավորիչ վայրում։ Տունը վեհորեն բարձրանում էր կատարյալ խնամված այգիների հետում, իսկ նրա բարձր պատուհանները արտացոլում էին մայրամուտի ոսկեգույն լույսը։ Այն կարծես դիզայներական ամսագրից դուրս եկած լիներ, այնքան տարբեր այն համեստ տնագից, որտեղ նա ապրում էր մոր հետ Երանի Շենգավիթ թաղամասում։ Հասմիկը նրա մայրը արդեն 2 շաբաթ անգողնուն էր գամված թոքաբորբով, որը ոչ մի կերպ չէր նահանջում։ Դեղորայքի գումարը սպառել էր ընտանիքի բոլոր խնայողությունները, իսկ տան վարձը ուշանում էր, երբ տիկին Նունե Վարդանյանը զանգահարեց Հասմիկին փնտրելով, Մանեն առանց վարանելու առաջարկեց փոխարինել նրան, ի վերջո, քանի անգամ էր նա օգնել մորը տնային գործերում։ Նա կարծում էր, որ դա ընդամենը մաքրության գարկուկանոնի հարց կլինի։ Դոմոֆոնը ջռաց, երբ նա սեղմեց կոճակը։ Մյուս կողմից պատասխանեց մի սառը կտրուկ ձայն. «Դու երի Հասմիկի դուստրն ես, ուշացել ես, հիմա 5:15 է, ոչ թե 5:5»։ Մանեն նայեց տատիկից ժառանգած ձեռքի ժամացույցին։ Այն ցույց էր տալիս ուղիղ 5:15, բայց նա որոշեց չհակաճառել։ «Ներեցեք, տիկին Նունե, դա այլս չի կրկնվի»։ Դարպասը բացվեց էլեկտրոնային աղմուկով, նա քայլեց քարե սալահատակված ծառուղով։ Մոտիկից տունն ավելի մեծ էր թվում իր 3 հարկերով զարդարուն պատշգամբներով, խնամված բույսերը եզերում էին ճանապարհը, իսկ մարմարե շատրվանը մեղմ կարկաչում էր արջի այգու կենտրոնում։ Գլխավոր դուռը բացվեց նախքան նրա զանգը տալը։ Մի նրբագեղ կին անթերի հավաքված մազերով, իր սառը կապույտ աչքերով նրան վերից վար զննեց։ Նա մոտ 40 տարեկան էր, կրում էր թանկարժեք սպիտակ զգեստ զուսպ, բայց թանկարժեք զարդեր, նա գեղեցիկ էր, բայց նրա ժպիտի մեջ ինչ-որ տագնապալի բան կար։ «Մանե, ենթադրում եմ, ներս արի»։ Մուտքի սրահը շունչը կտրեց աղջկան, առաստաղը զարդարված էր որմնանկարներով, կոր աստիճանավանդակը բարձրանում էր վերին հարկ, իսկ մարմարե հատակը փայլում էր հայելու պես։ Բյուրեղապակյա ջահերը կախված էին վերից պատերի վրա ստեղծելով պարող արտացոլումներ։ «Հանիր գոշիկներդ, չեմ ուզում հատագին հետքեր տեսնել»։ Մանեն հնազանդվեց դրան մոտ դնելով իր մաշված մարզակոշիկները։ Նրա բոկոտն ոտքերը զգացին մարմարի սառնությունը։ «Մայրդ ասաց, որ դու տնային մաքրության փորձ ունես, հուսով եմ դա ճիշտ է, որովհետև ես ամփոփություն չեմ հանդուրժում։ Այս տունն ունի շատ յուրահատուկ չափանիշներ, ես մտադիր եմ, որ դրանք խստորեն պահպանվեն»։ Նունեն սկսեց քայլել սենյակներով, իսկ Մանեն հետում էր նրան փորձելով յուրացնել բոլոր հրահանգները, որոնք արձակվում էին գնդացրի գրագոցների պես։ Հյուրասենյակը պետք է ամեն օր մաքրել փոշեկուլով, կահույքը փայլեցնել շաբաթը մեկ անգամ։ Պահարանի բյուրեղապակին պետք է մաքրել բամբակյա լաթով, երբեք թղթով, հյուրերի լոքարանը պետք է լինի անթերի, չեմ ուզում հայելու վրա ոչ մի հետ կամ ձորակների վրա ջրի նշան տեսնել։ Նրանք անցան խոհանոցով ընդարձակ մի տարածք գրանիտե սալիկներով վերջին սերնդի կենցաղային տեխնիկայով։ Մանեն երբեք չէր տեսել նման մեծ սառնարան կամ այդքան շատ այրոցներով վառարան։ Սպասքը պետք է լվացվի անմիջապես ուտելուց հետո դրվի իր հատուկ տեղերում։ Յուրաքանչյուր կտոր ունի իր հստակ դիրքը, ես միայն մեկ անգամ ցույց կտամ։ Նունեն բացեց մի հսկայական պահարան, սկսեց ցույց տալ զինվորական ճշգրտությամբ դասավորված դարակները։ Հախճապակյա ափսեներ, բյուրեղապակյա բաժակներ, արծաթյա սպասք, ամեն ինչ դասավորված էր ինչպես շքեղ խանութում։ Սա հատուկ առիթների համար նախատեսված սպասքն է։ Սրանք ներգրված նմուշներ են, որոնցից մի քանիսը ավելի քան 100 տարվա պատմություն ունեն մեր ընտանիքում։ Եթե որե բան գոտրես, արժեքը կպահվի քո աշխատավարձից։ Սպառնալիքն ասվեց բնականոն կերպով, ինչպես եղանակի մասին խոսելիս։ Մանեն ձանր կուլ տվեց մտովի հաշվելով, թե որքան կարժենա այդ իրերից որե մեկի փոխարինումը, հավանաբար ավելին, քան նա գվաստագեր մի ամբողջ ամսվա ընթացքում։ Հիմա ցույց կտամ վերին հարկի սենյակները։ Ամուսինս Վարդանը շատ է աշխատում, գնահատում է Անդորը, երբ տուն է գալիս, երեկոյան ժամը 6-ից հետո ոչ մի աղմուկ։ Նրանք բարձրացան գլխավոր աստիճաններով, Մանեն փորձում էր մտապահել յուրաքանչյուր մանրուք, աստիճանները ծածկված էին պարսկական գորգով, որը կարծես մի կարողություն արժեր, իսկ պատերին փակցված էին նկարիչների կտավներ, որոնց նա չէր ճանաչում, բայց որոնք ակնհայտորեն արժեքավոր էին։ Գլխավոր ննջասենյակը շքեղ էր մեծ մահճակալով, ազնիվ փայտից պատրաստված կահույքով, հիանալի տեսարանով դեպի հետի այգին։ Կար գիծ լոքասենյակ ճակուզիով մի զգեստապահարան, որն ավելի մեծ էր, քան Մանեի ամբողջ տունը։ Այս սենյակը պետք է մաքրվի ամեն առավոտ, սավանները փոխիր շաբաթը 2 անգամ, կարգի բեր զգեստապահարանը, լոքարանը միշտ անթերի պահիր, Վարդանը շատ պահանջկոտ է կարգուկանոնի հարցում։ Նրանք այցելեցին 3 հյուրասենյակ, որոնցից յուրաքանչյուրը զարդարված էր տարբեր ոճով, բոլորն էլ անթերի էին ակնհայտորեն երբեք չօգտագործված։
Մանեն սկսեց իրեն զգալ ինչպես Ալիսը հրաշքների աշխարհում մոլորված մի աշխարհում, որտեղ ամեն ինչ չափազանց մեծ էր, չափազանց թանկ։ Տան միտք կա, որը միշտ փակ է մնում, ոչ մի պատճառով չփորձես այնտեղ մտնել, դա արգելված գոտի է։ Հայտարարություն արվեց պատահականորեն, բայց Մանեն նկատեց Նունեի տոնի փոփոխությունը։ Այդ խոսքերի մեջ կար ավելի լուրջ, գրեթե սպառնալից ինչ-որ բան։ Իսկ ինչո՞ւ է այն փակ։ Դա քո գործը չէ, պարզապես ենթարկվիր կանոններին։ Նրանք վերադարձան առաջին հարկ, Նունեն ցույց տվեց մի փոքրիկ պահեստ, որտեղ պահվում էին մաքրող միջոցները։ Ամեն ինչ դասավորված էր մակնշված յուրաքանչյուր օգտագործման համար հստակ քանակությամբ։ Դուք աշխատես երկուշաբթից շաբաթ, ժամը 8-ից 5, 1 ժամ ընդմիջում կեսօրին։ Մայրդ միշտ ճշտապահ արդյունավետ է եղել, նույնն ակնկալում եմ քեզնից։ Ինչ վերաբերում է վճարմանը, այնքան, որքան մայրդ էր ստանում, վճարումը կլինի յուրաքանչյուր շաբաթվա վերջում։ Մանեն հստակ չգիտեր, թե որքան էր մայրը վաստակում այնտեղ, բայց գիտեր, որ դա բավարար էր հաշիվները վճարելու մի փոքր էլ խնայելու համար։ Հասմիկը միշտ լավ էր խոսում տերերի մասին, չնայած խոստովանում էր, որ տիկին Նունեն պահանջգոտ է։ Կարող ես հենց այսօր սկսել, ուզում եմ, որ լվանաս ճաշի ողջ սպասքը կարգի բերես մթերանոցը։ Վաղը ցույց կտամ մյուս գործերը։ Նունեն հաստատուն քայլերով դուրս եկավ խոհանոցից Մանեին մենակ թողնելով ափսեների գաթսաների զգալի գույտի հետ։ Աղջիկը կշտեց թերը սկսեց աշխատել փորձելով հիշել բոլոր ստացած հրահանգները։ Մինչ նա լվանում էր նրբագեղ բյուրեղապակյա սկուտեղը, նրա մտքերը թռան դեպի մայրը, ով հավանաբար տանը քնած էր դեռ տաքությամբ։ Այդ աշխատանքի գումարը վճռորոշ էր լինելու հաջորդ շաբաթվա դեղերը գնելու սառնարանը սնունդով լցնելու համար։ Նա չէր կարող հուսահատեցնել, չէր կարող սխալվել, այդ հնարավորությունը չափազանց կարևոր էր ընտանիքի համար։ Բայց մինչ նա դասավորում էր ափսեները պահարանում հետելով հենց այն օրինագին, որը ցույց էր տվել Նունեն, մի հարց շարունակում էր հանգիստ չտալ նրան։ Ինչո՞ւ էր տան մի մասը միշտ փակ մնում։ Եվ ինչո՞ւ էր տիկին Նունեն այդքան լարվել այդ մասին խոսելիս։ Արը սկսեց մայր մտնել, երբ նա վերջացրեց սպասքը, տունը լուր էր, միայն մի հին ժամացույցի դկտկոցն էր արձագանքում միջանցքում։ Մանեն տեղավորեց վերջին պարագաները, նայեց խոհանոցին գոհ լինելով արդյունքից, ամեն ինչ փայլում էր դասավորված ստացված հրահանգների համաձայն։ Հենց այդ ժամանակ նա միջանցքում քայլերի ձայն լսեց, մի տղամարդ մտավ խոհանոց, Մանեն նրան անմիջապես ճանաչեց որպես տանտիրոջ, Վարդան Վարդանյանը բարձրահասակ էր, քունքերում արդեն ջերմակած մազերով, կրում էր մուգ կապույտ կոստյում, որն ընդգծում էր նրա սոցիալական դիրքը։ Նա հոգնած տեսք ուներ, ուսերը մի փոքր կախված էին, կարծես աշխարհի ծանրությունը իր վրա էր գրում։ Դու պետք է որ Մանեն լինես, մայրդ լավ է։ Հարցը տրվեց անգեղծ մտահոգությամբ, ինչը զարմացրեց աղջկան, այն շատ տարբեր էր Նունեի սառը տոնից։ Ապաքինվում է, պարոն Վարդան, շնորհակալություն հարցնելու համար։ Հասմիկը հատուկ մարդ է, նա այստեղ աշխատում է գրեթե 10 տարի, միշտ եղել է մեր ընտանիքի անդամի պես։ Նրա ձայնում իրական ջերմություն կար, Մանեն անբացատրելի թեթություն զգաց, թերս տերերը այնքան վատը չէին, որքան նա պատկերացնում էր։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, կարող ես ինձ ասել, Նունեն երբեմն բուռն է լինում։ Բայց դա պարզապես նրա բնավորությունն է։ Վարդանը մի բաժակ ջուր լցրեց, դուրս եկավ խոհանոցից Մանեի մեջ թողնելով այն տպավորությունը, որ այդ նախադասության հետում ավելի շատ բան կար, քան նա ցույց էր տալիս։ Ուղիղ ժամը 5-ին նա մաքրող լաթերը դրեց պահեստում, պատրաստվեց հեռանալ։ Նունեն հայտնվեց ուրվականի պես արագ ստուգելով կատարված աշխատանքը։ Ընդունելի է առաջին օրվա համար, վաղը ցանկանում եմ ավելի շատ ջարդկություն տեսնել։ Մանեն հագավ մարզագոշիկները ուղղվեց դեպի դարպասը զգալով Նունեի հայացքի ձանրությունը իր մեջքին։ Դրսում նա խորը շնչեց փողոցի օդը, կարծես դուրս էր եկել շքեղ բանտից։ Տուն տանող ավտոբուսը լիքն էր աշխատանքից վերադարձող մարդկանցով։ Մանեն տեղ գտավ պատուհանի մոտ հետում էր, թե ինչպես է բնապատկերը աստիճանաբար փոխվում։ Առանձնատներին փոխարինեցին ավելի փոքր տները, հետո սովորական շենքերը, մինչ հասան իր թաղամաս, որտեղ փողոցներն ավելի նեղ էին, իսկ շարժումն ավելի ինտենսիվ։ Տանը նա գտավ Հասմիկին դերը անկողնում, բայց ավելի լավ տեսքով, տաքությունը մի փոքր իջել էր։ Ինչպես անցավ, աղջիկս, տիկին Նունեն շատ խիստ չէր քո հանդեպ։ Հանգիստ էր, մայրիկ, պարզապես սովորական մաքրություն։ Մանեն որոշեց չհիշատակել խիստ կանոնները կամ Նունեի սպառնալից տոնը։ Մայրն արդեն իսկ շատ էր անհանգստանում սեփական առողջության համար։ Նա պահանջգոտ է, բայց արդար, իսկ պարոն Վարդանը լավ մարդ է, պարզապես շատ է աշխատում։ Իսկ ինչո՞ւ է տան մի մասը փակ մնում։ Հասմիկը վարանեց պատասխանելուց առաջ մի նշան, որը Մանեն լավ գիտեր։ Դա բարդ է, պարոն Վարդանի հայրն է այնտեղ ապրում, նա առողջական խնդիրներ ունի։ Ինչ տեսակի խնդիրներ։ Հոգեգան հարցեր, դրա համար էլ մեկուսացված է, ավելի լավ է այդ մասին հարցեր չտալ, Մանե, որոշ բաներ ընտանեկան գաղտնիքներ են։ Աղջիկը զգաց, որ մայրը ամեն ինչ չէր պատմում, բայց որոշեց չպնդել, Հասմիկը հանգստի կարիք ուներ, իսկ ինքը հոգնել էր աշխատանքային առաջին օրվանից հետո։
Այդ գիշեր մոր համար թեյ պատրաստելիս Մանեն չէր կարողանում դադարել մտածել Վարդանյանների առանձնատան մասին։ Այդ վայրում ինչ-որ տարօրինակ բան կար մի լարվածություն, որը կախված էր օդում մշուշի պես, եւ Վարդանի հոր պատմությունը, ով փակված էր տան միթում, դուրս չէր գալիս նրա գլխից։ Ինչով պետք է հիվանդ մարդը այդպես մեկուսացված լիներ։ Միթե ավելի լավ չէր լինի, որ նա ստանար համապատասխան բժշկական օգնություն, գուցե հիվանդանոցում կամ մասնագիտացված կլինիկայում։ Բայց դրանք ընդամենը անփորձ երիտասարդ աղջկա մտքերն էին, ով փորձում էր հասկանալ իրենից լիովին տարբեր մի աշխարհ։ Վաղը նա կվերադառնար աշխատանքի, կհետեր Նունեի կանոններին գաներ իր լավագույնը ընտանիքի համար այդքան անհրաժեշտ աշխատանքը պահպանելու համար։ Նա չէր պատկերացնում, որ մի քանի օրից կբացահայտեր գաղտնիքներ, որոնք ընդմիշտ կփոխեին նրա պատկերացումները այդ շքեղ տան նրա բնակիչների մասին։ Գաղտնիքներ, որոնք կստիպեին նրան ընտրություն կատարել լուր հնազանդության ճիշտն անելու քաջության միջ անկախ հետանքներից։ Առայժմ նա ընդամենը մի աշխատասեր երիտասարդ էր, ով փորձում էր օգնել իր հիվանդ մորը։ Բայց ճակատագիրն արդեն սկսել էր հյուսել մի պատմության թելերը, որը կփորձեր նրա ներքին ուժը այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացնի։ Աշխատանքային երկրորդ շաբաթը բերեց ավելի հստակ առօրյա, բայց նա բացահայտեց Նունեի իրական դեմքը։ Մանեն ժամանում էր կետ առ կետ առավոտյան 8-ին մեծ վճռականությամբ սուզվում տնային գործերի մեջ։ Ամեն օր բերում էր նոր մարտահրավերներ ավելի յուրահատուկ կանոններ, որոնք կարծես ոչ մի տեղից էին հայտնվում։ Երեքշաբթի օրը, երբ նա հյուրասենյակում փոշեգուլ էր անում, Նունեն հանկարծակի հայտնվեց նրա գողքին։ Սխալ ես անում, շարժումը պետք է լինի միշտ աջից ձախ, երբեք հակառակը, եւ գորքի վրայի այս հետքերը անընդունելի են։ Մանեն նայեց ցած փորձելով տեսնել այն ենթադրյալ հետքերը, որոնք Նունեն ցույց էր տալիս։ Պարսկական գորքը անթերի էր, յուրաքանչյուր թել իր տեղում էր, բայց նա չհագաճարեց։ Ներեցեք, տիգին Նունե, նորից կանեմ։ Եվ մեկ այլ բան, այս դույլը իր տեղից 3 սանտիմետր շեղված է, քանի անգամ պետք է կրկնեմ, որ յուրաքանչյուր իր ունի իր հստակ տեղը։ Աղջիկը նայեց մաքրության դույլին, որը հենց այնտեղ էր, որտեղ միշտ դնում էր բուխարու գողքին, տարբերությունը, եթե կար, անկատելի էր սովորական աչքի համար։ Այլս չի կրկնվի։ Նունեն հեռացավ գոհունակ ժպիտով Մանեի մեջ թողնելով այն տարօրինակ զգացողությունը, որ իրեն անընդհատ փորձում են։ Կարծես տանտիրուհին թերություններ էր փնտրում այնտեղ, որտեղ դրանք չկային, ինչպես մի դաժան տեսուչ, ով պատժելու առիթներ է փնտրում։ Չորեքշաբթի օրը փորձությունը բյուրեղապակու տեսքով եկավ։ Մանեն մաքրում էր գրադարանի պահարանը, երբ Նունեն ներս մտավ ձեռքին բյուրեղապակյա մի բաժակ, որը հատուկ սպասքի մաս էր կազմում։ Այս կտորը խոհանոցի պահարանում սխալ էր դրված։ Ես քեզ կսովորեցնեմ դրա հետ վարվելու ճիշտ ձ։ Չափազանցված շարժումներով Նունեն ցույց տվեց, թե ինչպես բռնել բաժակը, ինչպես մաքրել այն հենց որտեղ դնել դարակում։ Մանեն ուշադիր հետում էր յուրաքանչյուր մանրուքի մտապահելով շարժումները, կարծես դրանք պարային քայլեր լինեին։ Հիմա դու արա։ Աղջիկը ծայրահեղ զգուշությամբ վերցրեց բաժակը կրկնելով ցուցադրված շարժումները։ Նրա ձեռքերը մի փոքր դողում էին Նունեի քննադատական հայացքի ներքո։ Ավելի դանդաղ եւ բռնիր հիմքից, ոչ թե ոտքից։ Մանեն ուղեց մատների դիրքը խորը շնչելով նյարդերը վերահսկելու համար։ Բաժակն ավելի ծանր էր, քան նա սպասում էր, իսկ բյուրեղապակին արտացոլում էր լույսը գրեթե հիպնոսացնող ձով։ Հենց այդ պահին Նունեն, ակնհայտորեն պատահաբար, բախվեց Մանեի բազկին։ Բաժակը սահեց աղջկա ձեռքից, բայց արագ ռեակցիայի շնորհիվ նա կարողացավ բռնել այն նախքան հատակին ընկնելը։ Զգույշ եղիր, քիչ էր մնում գոտրեիր ընտանեկան մասունքը, եթե դա պատահեր, դու 6 ամիս կաշխատեիր միայն վնասը փոխհատուցելու համար։ Մանեի սիրտը սկսեց արագ բաբախել, այդ պատահարի մեջ ինչ-որ կանխամտածված բան կար, այն ձը, որով Նունեն բախվեց նրան, դիտավորյալ էր թվում, կարծես նա ուզում էր լարված իրավիճակ ստեղծել։ Ներեցեք, տիգին Նունե, չգիտեմ ինչպես պատահեց։ Կենտրոնացման պակաս, դա անընդունելի է արժեքավոր իրերի հետ աշխատելիս։ Այդ գիշեր Մանեն պատմեց պատահածի մասին Հասմիկին, ով արդեն իրեն ավելի լավ էր զգում կարողանում էր երկար ժամանակ նստել անկողնում։ Մայրիկ, տիգին Նունեի հետ ինչ-որ տարօրինակ բան կա։ Կարծես նա ուզում է, որ ես սխալվեմ։ Հասմիկը խորը հառաչեց մի նշան, որ նա նմանատիպ փորձառություններ էր ունեցել անցյալում։ Նա միշտ էլ այդպիսին է եղել, աղջիկս շատ կատարելապաշտ է, բայց վատ մարդ չէ, պարզապես շատ բարձր չափանիշներ ունի։ Բարձր չափանիշներ, թե նվաստացնելու հաճույք։ Մանե, այդպես մի խոսիր, մեզ պետք է այս աշխատանքը։ Հինգշաբթի օրը բերեց մի նոր փորձություն ավելի նուրբ, բայց նույնքան տագնապալի, Մանեն կարգի էր բերում գլխավոր ննջասենյակը, երբ հարթարման սեղանի հետում ընկած մի մարգարտյա ականջող գտավ։ Այն ակնհայտորեն թանկարժեք իր էր սպիտակ ոսկուց կատարյալ գլոր բնական մարգարտով։ Առանց վարանելու նա վերցրեց ականջողը, իջավ ներք այն Նունեին հանձնելու համար, ով խոհանոցում նախաճաշ էր պատրաստում։ Տիգին Նունե, սա գտա ձեր սենյակում, երի ընկել էր։ Նունեն նայեց ականջողին տարօրինակ արտահայտությամբ, կարծես չէր սպասում այն նորից տեսնել։ Այո, փնտրում էի այն, շնորհակալություն։
Բայց Նունեի ձայնի տոնի մեջ ինչ-որ գեղձ բան կար, կարծես նա տհաճորեն զարմացած լիներ։ Մանեն բարձրացավ սենյակ այն զգացողությամբ, որ հենց նորս մեկ փորձություն էր անցել։ Ուրբաթ օրը նա ավելի լավ ճանաչեց Վարդանին։ Նա աշխատանքից շուտ վերադարձավ, դեռ կեսօր էր, գտավ Մանեին ճաշասենյակի կահույքը փայլեցնելիս։ Ինչպես ես հարմարվում աշխատանքին։ Լավ, պարոն Վարդան, սովորում եմ կարգը։ Նունեն կարող է պահանջգոտ լինել, բայց դա նրանից է, որ նա հոգ է տանում տան մասին։ Այս կալվածքը 3 սերունդ է, ինչ մեր ընտանիքին է պատկանում։ Վարդանը իրեն մի բաժակ կոնյակ լցրեց, նստեց կաշվե բազկաթոռներից մեկին դիտելով Մանեի աշխատանքը։ Նրա աչքերում մի տխրություն կար, որը հակասում էր շրջապատող շքեղությանը։ Մայրդ միշտ ասում էր, որ դու յուրահատուկ աղջիկ ես, խելացի, քաջ։ Նա նույնպես ձեր մասին շատ լավ է խոսում։ Հասմիկը այս ընտանիքին ավելի լավ է ճանաչում, քան որ է մեկը, նա մեզ հետ ծանր պահեր է անցկացրել։ Նախադասությունը կախված մնաց օդում լցված թաքնված իմաստներով։ Մանեն ցանկություն ունեցավ հարցնել այդ ծանր պահերի մասին, բայց չհամարձակվեց։ Պարոն Վարդան, կարող եմ մի հարց տալ։ Իհարկե, դուք երեխաներ ունեք։ Վարդանի դեմքի արտահայտությունը ակնթարթորեն փոխվեց, տխրությունը խորացավ, նա մի մեծ կում արեց կոնյակից նախքան պատասխանելը։ Ոչ, Նունեն, ես այդպես չենք օրնվել։ Ներեցեք, չէի ուզում անհանգստացնել։ Չես անհանգստացնում, դա բնական հարց է։ Բայց Մանեն նկատեց, որ դիպել էր զգայուն լարի, երեխաների բացակայությունը բացատրում էր լուր տունը։ Միշտ անթերի երբեք չօգտագործվող հյուրասենյակները, թանգարանային մթնոլորտը, որը տիրում էր շուրջ բոլորը։ Իսկ ձեր հայրը, լսեցի, որ նա այստեղ է ապրում։ Վարդանի դեմքը լիովին փակվեց, նա մեկ կումով վերջացրեց կոնյակը, վեր կացավ բազկաթոռից։ Հայրս բարդ առողջական խնդիրներ ունի, դրա համար էլ մնում է մեկուսացված թում։ Այդպես ավելի լավ է բոլորի համար։ Պետք է որ դժվար լինի ձեզ համար։ Դա նուրբ իրավիճակ է, գերադասում եմ չխոսել այդ մասին։ Վարդանը դուրս եկավ սենյակից Մանեին թողնելով ավելի շատ հարցերով, քան պատասխաններով, այն ձը, որով նա խուսափեց հոր թեմայից, նույնիսկ ավելի ինտենսիվ էր, քան Նունեի արձագանքը նույն հարցին։ Այդ գիշեր, լուր տանը մենակ մնալով մինչ մաքրության ավարտը, Մանեն նկատեց, որ նայում է դեպի այն միջանցքը, որը տանում էր դեպի Փակթը։ Դա առանձնատան մի մասն էր առաջին հարկում, որտեղ կարելի էր հասնել մուգ փայտից պատրաստված ծանր դռնով, որը միշտ փակ էր մնում։ Ինչ-որ տագնապալի բան կար նրանում, որ այնտեղ ինչ-որ մեկն էր ապրում, բայց նրան երբեք չէին տեսնում, չէին լսում։ Ոչ մի շարժում չկար, ոչ մի աղմուկ, ոչինչ, որը կմատնանշեր մարդու ներկայությունը, կարծես տան այդ մասը մեռած լիներ։ Հետաքրքրությունը սկսեց աճել նրա մեջ սերմի պես, ինչու այսքան գաղտնիք, եթե Վարդանի պապիկը պարզապես հիվանդ էր, ինչու դա այդքան խնամքով թաքցնել։ Հարուստ ընտանիքները միջոցներ ունեին տարեց կամ հիվանդ հարազատներին խնամելու համար, ինչու նրան պահել մեկուսացված բանտարկյալի պես։ Շաբաթ օրը աշխատանքային շաբաթվա վերջին օրը։ Պատահեց մի բան, որը լիովին կփոխեր Մանեի պատկերացումները Վարդանյանների ընտանիքի մասին։ Ուշ կեսօր էր, նա խոհանոցում լվանում էր ընթրիքի սպասքը, երբ հյուրասենյակից բարձր ձայներ լսեց։ Այդ տանը վեճեր սովորաբար չէին լինում, ուստի նրա ուշադրությունը անմիջապես գրավվեց։ Վարդանն ու Նունեն էին խոսում, բայց տոնը սովորականից բարձր էր։ Չի կարող այսպես հավերժ շարունակվել։ Այդպես ավելի լավ է նրա համար, դու դա գիտես։ Բայց եթե ինչ-որ մեկը բացահայտի։ Ոչ ոք չի բացահայտի, եթե դու հարցեր չտաս։ Մանեն փորձեց չլսել, բայց ձայները խոհանոց էին հասնում բավականին պարզ, որպեսզի հասկանար, որ նրանք վիճում էին ինչ-որ մեկի մասին, ում թաքցնում էին, եւ ըստ համատեքստի դա կարող էր լինել միայն Վարդանի հայրը։ Խոսակցությունը կտրուկ ընդհատվեց, երբ նրանք խոհանոցում քայլերի ձայն լսեցին։ Մանեն ձացրեց, թե կենտրոնացած է սպասքի վրա, բայց նրա սիրտը արագ էր բաբախում։ Նունեն մի քանի րոպե անց հայտնվեց խոհանոցի դռան մոտ սովորականից ավելի լուրջ դեմքով։ Մանե, այսօրվա համար վերջացրել ես, կարող ես գնալ։ Դեռ մնացել է։ Ասացի կարող ես գնալ։ Տոնը առարկություն չէր ընդունում։ Մանեն չորացրեց ձեռքերը, վերցրեց պայուսակը, ուղղվեց դեպի ելքը զգալով Նունեի հայացքը, որը հետում էր իր յուրաքանչյուր շարժմանը։ Փողոցում, մինչ քայլում էր դեպի ավտոբուսի գանգարը, նա չէր կարողանում դադարել մտածել իր լսած խոսակցության մասին։ Վարդանի ձայնում վախ կար։ Կարծես նա պատասխանատու էր մի բանի համար, որը ծանրացել էր նրա խղճի վրա, իսկ Նունեի ձայնում հաշվենկած սառնություն կար ինչպես մեկի, ով վերահսկում էր նուրբ իրավիճակը։ Ինչ էր իրականում կատարվում այդ տանը, ինչու այդքան գաղտնիքներ հիվանդ հարազատի շուրջ։ Հանգստյան օրերին այդ հարցերը տանջում էին Մանեին, Հասմիկը գրեթե լիովին ապաքինվել էր թոքաբորբից, հաջորդ երկուշաբթի պետք է վերադառնար աշխատանքի։ Դա կլիներ Մանեի ժամանակավոր աշխատանքի ավարտը Վարդանյանների առանձնատանը։ Բայց կիրակի գիշերը Հասմիկի վիճակը նորից վատացավ։ Տաքությունը ուժգնորեն վերադարձավ, ուղեկցվելով ուժեղ հազով, որը նրան նորից թուլացրեց։ Չեմ կարողանա վաղը աշխատանքի գնալ, աղջիկս, կարող ես զանգել տիկին Նունեին տեղյակ պահել։
Իհարկե, մայրիկ, ես կշարունակեմ քո փոխարեն, մինչ դու լիովին լավանաս։ Մանեի մի մասը թեթացած էր ժամկետի երկարացկման համար, ոչ միայն այն պատճառով, որ նրանց գումար էր պետք, այլ որովհետև նա զգում էր, որ այդ տանը գաղտնիքներ կան, որոնք պետք է բացահայտվեն, այնտեղ ինչ որ սխալ բան էր կատարվում, նա թերս միակ մարդն էր, ով կարող էր ողջել ճշմարտությունը։ Հաջորդ երկուշաբթի նա վերադարձավ առանձնատուն այլ վճռականությամբ, նա այլս պարզապես հրահանգներ կատարող ժամանակավոր աշխատող չէր լինի։ Նա կլիներ ուշադիր մի աղջիկ հետելով յուրաքանչյուր մանրուքի, լսելով յուրաքանչյուր խոսակցություն, փնտրելով հետքեր, որոնք կկարողանային բացատրել Վարդանյանների ընտանիքի գաղտնիքները։ Նունեն նրան ընդունեց սովորականից ավելի մեծ սառնությամբ։ Կարծում էի Մայրդ այսօր կվերադառնար։ Նրա վիճակը հանգստյան օրերին նորից վատացավ, եւս մի քանի օր հանգստի կարիք ունի։ Հուսով եմ վարագիչ բան չէ։ Պարզապես թոքաբորբ է, բուժման առաջին շաբաթից հետո այն վարագիչ չէ։ Այնուամենայնիվ գերադասիր հեռավորություն պահպանել, չենք ուզում, որ հիվանդությունը տարածվի տանս։ Նունեի մտահոգությունը ակնհայտորեն գեղձ էր, նրան չէր հետաքրքրում Հասմիկի առողջությունը, այլ միայն իր առօրյայի հնարավոր անհարմարությունները։ Այսօր ուզում եմ, որ դու ամբողջությամբ մաքրես գրադարանը։ Բոլոր գրքերը պետք է հանվեն դարակներից, դարակները մաքրվեն, ամեն ինչ վերադասավորվի ըստ հեղինակի ազգանվան այբբենական կարգի։ Դա մի գործ էր, որը ամբողջ օրը կխլեր ակնհայտորեն մտածված Մանեին զբաղված պահելու տան մյուս հատվածներից հեռու պահելու համար։ Բայց նա ընդունեց դա առանց բողոքելու, տեսնելով դրանում երկար ժամանակով մենակ մնալու հնարավորություն։ Գրադարանը գտնվում էր առաջին հարկում լուռ լավ լուսավորված մի միջավայրում, մեծ պատուհաններով, որոնք նայում էին դեպի հետի այգին։ Այն տպավորիչ սենյակ էր հատագից մինչ առաստաղ հասնող դարակներով, լցված բոլոր տեսակի ժամանակների գրքերով։ Մանեն սկսեց համակարգված կերպով հանել հատորները խնամքով մաքրելով յուրաքանչյուր դարակը։ Կային գրքեր հայերենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, որոշները ակնհայտորեն հին էին արժեքավոր, հետաքրքիր էր պատկերացնել, թե որքան պատմություններ գիտելիքներ էին պահված այնտեղ։ Կեսօրին պատահեց անսպասելին։ Մանեն աստիճանի վրա էր մաքրելով վերին դարակը, երբ լսեց մի ձայն, որը ստիպեց նրան լիովին քարանալ։ Դա մի խլացված աղմուկ էր, կարծես ինչ որ մեկը հարվածում էր հեռավոր պատին։ Այն գալիս էր փակտի ուղությունից։ Նա իջավ աստիճանից, կանգնեց գրադարանի մեջտեղում ուշադրություն դարձնելով։ Ձայնը կրկնվեց, այս անգամ ավելի թույլ, կարծես անողը ուժասպառ էր լինում։ Դա երագայություն չէր, այնտեղ ինչ որ մեկը կար, այդ մարդը փորձում էր հաղորդակցվել։ Մանեն նայեց դեպի գրադարանի դուռը ստուգելով, թե արդյոք մենակ է։ Նունեն դուրս էր եկել գնումների, շուտ չէր վերադառնա, Վարդանը աշխատանքի էր։ Դա այն հնարավորությունն էր, որին նա սպասում էր։ Արագ բաբախող սրտով նա ուղղվեց դեպի այն միջանցքը, որը տանում էր դեպի արգելված թ. Մուգ փայտե դուռը այնտեղ էր վեհաշուկ լուր, ինչպես միշտ, բայց հիմա Մանեն գիտեր, որ մյուս կողմում կյանք կա։ Նա մոտեցավ դրանը, ականջը դրեց փայտին։ Մի քանի վայրկյան լսում էր միայն սեփական սրտի բաբախյունը, հետո շատ կամաց լսեց մի բան, որից նրա մարմնով սարսուռ անցավ։ Դա մարդկային ձայն էր, թույլ հեռավոր, շշնջալով բառեր, որոնք նա չէր կարողանում լիովին հասկանալ։ Բայց այդ ձայնի մեջ հուսահատություն կար, ինչպես օգնության գանջ, որը ոչ ոք չէր կարող լսել։ Մանեն փորձեց պտտել դրան բռնակը, բայց այն փակ էր, ինչպես սպասվում էր։ Կար հին գողբեկ, որը պահանջում էր մեծ բանալի, բայց որտեղ կարող էր Նունեն պահել այդ բանալին։ Նա վերադարձավ գրադարան մտքերով լցված, հիմա նա լիովին համոզված էր, որ ինչ որ մեկին իր կամքին հակառակ պահում էին տան այդ թում, եւ ըստ ձայնի դա տարապող մարդ էր։ Օրվա մնացած մասը անցավ մշուշի մեջ, նա շարունակում էր մեխանիկորեն մաքրել գրքերը, բայց նրա մտքերը ամբողջությամբ կենտրոնացած էին իր բացահայտման վրա։ Դա պարզապես հիվանդ հարազատի խնամք չէր, դա շատ ավելի լուրջ տագնապալի բան էր։ Երբ Նունեն վերադարձավ գնումներից, Մանեն փորձեց բնական վարվել, բայց զգում էր, որ աչքերը իրեն մատնում են։ Դժվար էր ծածնել, թե ամեն ինչ նորմալ է այն բանից հետո, ինչ նա լսել էր։ Ինչպես է առաջ գնում գրադարանի գործը։ Լավ, տիկին Նունե, արդեն մաքրել եմ դարակների կեսը։ Հիանալի է, վաղը կավարտես, հիմա կարող ես գնալ։ Դեռ ժամը 4-ն էր սովորականից շուտ, Նունեն ակնհայտորեն ուզում էր, որ նա հնարավորինս շուտ հեռանա այնտեղից։ Փողոցում, մինչ սպասում էր ավտոբուսին, Մանեն մի որոշում կայացրեց, որը կփոխեր ամեն ինչ։ Նա չէր կարող ծածնել, թե չի լսել այդ հուսահատ ձայնը։ Նա չէր կարող անտեսել մեկի տառապանքը, ով այնտեղ էր այդքան մոտ, բայց լիովին մեկուսացված աշխարհից։ Նա բարձելու էր ճշմարտությունը փակտի մասին, ինչ էլ որ դա արժենար, եւ եթե այնտեղ ինչ որ սխալ բան էր կատարվում, նա օգնելու միջոց էր գտնելու։ Նա դեռ չգիտեր ինչպես, բայց գիտեր, որ այլս չէր կարողանա հանգիստ քնել, քանի դեռ չգիտեր, թե ով է այդ մարդը, ինչու է նրան բանտարկված պահում մի տանը, որը դրսից նայելիս կատարելության ընտանեկան ներթաշնակության խորհրդանիշ էր թվում։ Երրորդ շաբաթը հիմնարար փոփոխություն բերեց Մանեի առօրյայում։ Երեքշաբթի օրը նա եկավ վճռականությամբ ավելին պարզելու փակտի մասին։
բայց գիտեր, որ պետք է ծայրահեղ զգույշ լինի, շտապողական բացահայտումը կարող էր արժանալ ոչ միայն իր աշխատանքը, այլ վտանգի տակ դնել այն մարդուն, ում այնտեղ պահում էին։ Այդ առավոտն ունեն առանձնապես զգոն էր։ Կարծես զգում էր, որ երիտասարդ աշխատողի մեջ ինչ-որ բան է փոխվել։ Այսօր ուզում եմ, որ կենտրոնանաս խոհանոցի վրա։ Մաքրիր բոլոր պահարանները ներսից, կարգավորիր մթերանոցը, լվա պատուհանի վարագույրները։ Դրանք գործեր էին, որոնք մանեին զբաղված կպահեին հերու գրադարանի տարածքից, որտեղ գտնվում էր մուտքը դեպի արգելված թ. Նորից դա շեղող կանխամտածված ռազմավարություն էր թվում։ Այո, Տիգին նուն է։ Եվ մանե։ Հուսով եմ դու հասկանում ես այս տանը զսպվածության գարորությունը։ Մեզ պես ընտանիքները շատ են գնահատում գաղտնիությունս։ Քողարկված սպառնալիքը պարզ էր, Նունեն գիտեր, որ մանեն ինչ-որ բան է նկատել, սահմաններ էր գծում առանց ուղղակի լինելու։ Իհարկե, Տիգին նուն է, լիովին հասկանում եմ։ Հիանալի է, ուրեմն խնդիրներ չենք ունենա։ Մանեն առավոտն անցկացրեց պահարաններ մաքրելով, բայց նրա մտքերը ամբողջությամբ կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես մուտք գործել փակտ, նրան պետք էր գտնել բանալին, կամ գոնե պարզել, թե որտեղ է Նունեն այն թաքցնում։ Մոտավորապես ժամը 10-ին Նունեն դուրս եկավ բժշկական հետազոտության մանեին մենակ թողնելով տանը։ Դա այն հնարավորությունն էր, որին նա սպասում էր։ Նա թողեց խոհանոցի մաքրությունը, ուղղվեց դեպի Նունեի Վարդանի գլխավոր ննջասենյակը։ Եթե բանալին տանն էր, ապա հավանաբար նրանց սենյակում կլիներ ինչ-որ անձնական ապահով վայրում։ Սենյակը ինչպես միշտ անթերի էր, բայց մանեն հիմա այն տեսնում էր հետախուզական աչքերով։ Նա սկսեց Նունեի հարդարման սեղանից զգուշորեն բացելով դարակները։ Կային զարդեր, օծանելիքներ, փաստաթղթեր, բայց ոչ մի հին բանալի։ Անցավ զգեստապահարանին ստուգելով պայուսակները, կոշիկների տուփերը, ցանկացած վայր, որտեղ բանալին կարող էր թաքցված լինել, ոչինչ։ Հանկարծ նա հիշեց Վարդանի աշխատասենյակը մի միջավայր, որը նա միայն մագերեսորեն էր մաքրում, որովհետև Վարդանը միշտ ամեն ինչ կարգին էր պահում։ Եթե տանը գաղտնիքներ կային, գուցե հենց այնտեղ նա հետքեր գտներ։ Աշխատասենյակը առաջին հարկում էր զարդարված մուգ փայտե կահույքով, տնտեսագիտական ու իրավաբանական գրքերով լի դարակներով։ Սեղանը վեհաշուք էր ծածկված խնամքով դասավորված թղթերով։ Մանեն մեկ առ մեկ բացեց դարակները, փորձելով ոչինչ չխառնել։ Երրորդ դարակում նա գտավ մի փոքրիկ փակ փայտե տուփ, նրա սիրտը սկսեց արագ բաբախել, արդյոք այնտեղ էր Վարդանը պահում կարոր իրերը։ Փորձեց բացել տուփը, բայց ակնհայտորեն բանալի էր պետք, հիասթափված նա շարունակեց փնտրել։ Հանկարծ նա սեղանի հետի դարակաշարում մի տարօրինակ բան նկատեց, երկու գրքերի միջ դատարկ տարածություն կար։ Կարծես վերջերս ինչ-որ բան էր հանվել այնտեղից։ Հետաքրքրված նա մատներով շոշափեց այդ տարածությունը, դարագի հետի մասում մի սառը մետաղական բան զգաց։ Դա մի հին, երկաթյա բանալի էր, հենց այնպիսին, ինչպիսին նա պատկերացնում էր փակ թի բանալին։ Դողացող ձեռքերով նա պոկեց բանալին կուպչուն ժապավենից, որով այն ամրացված էր դարագի հետնամասին։ Այն ծանր էր, զարդարուն, ակնհայտորեն հին, այն կարծես կատարելապես համապատասխանում էր այն գողպեքին, որը նա տեսել էր արգելված թի դրան վրա։ Մանեն նայեց ժամացույցին, Նունեն կվերադառնար մոտ 1 ժամից, նա բավականաչափ ժամանակ ուներ արագ հետազոտության համար, եթե լիներ ծայրահեղ զգույշ։ Նա ուղղվեց դեպի փակ թի դուռը այնքան ուժգին բաբախող սրտով, որ համոզված էր կիլոմետրերով հեռու գտնվող ցանկացած մարդ կարող էր լսել այն։ Բանալին կատարելապես մտավ կողպեքի մեջ, հաստատելով նրա կասկածները։ Նա դանդաղ պտտեց բանալին, փորձելով հնարավորինս քիչ աղմուկ հանել։ Դուռը բացվեց թույլ ջռոցով, բացահայտելով մի մութ միջանցք, որը նա երբեք չէր տեսել։ Այն հոտը, որը նրան անմիջապես հարվածեց, տագնապալի էր, դա հիվանդության հոտ չէր, ինչպես նա սպասում էր, այլ լքվածության, խոնավության, հիգիենայի բացակայության։ Կարծես տան այդ մասը երկար ժամանակ խնամք չէր ստացել։ Մանեն միացրեց հեռախոսի լապտերը, սկսեց քայլել միջանցքով։ Կային 3 դռներ, բոլորն էլ փակ, երկրորդ դռնից մի շատ թույլ ձայն էր գալիս, կարծես ինչ-որ մեկը շշնջում էր։ Նա մոտեցավ, ականջը դրեց, դա միանշանակ մարդկային ձայն էր, բայց բառերը անհասկանալի էին։ Կարծես մարդը խոսում էր ինքն իր հետ կամ զարանցում էր։ Ծայրահեղ զգուշությամբ նա պտտեց երկրորդ դռան բռնակը, այն փակ չէր։ Այն, ինչ Մանեն տեսավ այդ դուռը բացելիս, ընդմիշտ փոխեց նրա կյանքը։ Դա մի փոքրիկ, մութ սենյակ էր միակ պատուհանով, որը փակված էր տախտակներով, կենտրոնում կար մի պարզ մահճակալ, որտեղ պառկած էր մի տարեց տղամարդ չափազանց նիհար, ամբողջությամբ ջերմակած խառնված մազերով ու մորուքով, նրա հագին գեղտոտ պիժամա էր, որն ակնհայտորեն օրերով չէր փոխվել։ Բայց այն, ինչ ամենաշատը ցնցեց Մանեին, կապանքներն էին։ Տղամարդու դաստակները գտորե ժապավեններով ամրացված էին, մահճակալի թիկնագին ոչ այնքան ամուր, որ ցավեցնեին, բայց բավականաչափ ամուր, որպեսզի կանխեին ազատ շարժումը։ Ձերունին զգաց նրա ներկայությունը, դանդաղ շրջեց գլուխը։ Նրա աչքերը կապույտ էին, ճիշտ Վարդանի աչքերի պես, բայց դրանց մեջ շփոթության հույսի մի խառնուրդ կար, որը գոտրեց Մանեի սիրտը։ Ով ես դու, ձայնը թույլ էր, խռպոտ, կարծես երկար ժամանակ չէր օգտագործվել։ Մանեն դանդաղ մոտեցավ, փորձելով չվախեցնել նրան։ Իմ անունը Մանե է, ես աշխատում եմ այս տանը։ Աշխատում ես Վարդանի մոտ։ Այո, պարոնջ։
Ձերունու աչքերը լցվեցին արցունքներով։ Այնքան ժամանակ է, ինչ ոչ մեկի չեմ տեսել։ Միայն նունեին, երբեմն, երբ ուդելիք է բերում։ Դուք պարոն Վարդանի հայրն եք։ Ես Գառնիկն եմ, Գառնիկ Վարդանյանը, իսկ դու հրեշտակ ես։ Հարցը տրվեց այնպիսի անգեղծությամբ հույսով, որ Մանեն ստիպված եղավ զսպել արցունքները։ Ոչ, պարոն Գառնիկ, ես պարզապես մի մարդ եմ, ով աշխատում է այստեղ։ Խնդրում եմ, կարող ես ինձ ջուր տալ, այնքան ծարավ եմ։ Մանեն նայեց շուրջը, տեսավ մի դատարկ պլաստիկե բաժակ մահճակալի գողքին։ Փոքրիկ սեղանի վրա մի սափոր կար, բայց այն նույնպես դատարկ էր։ Իհարկե կարող եմ, հիմա թարմ ջուր կբերեմ ձեզ համար։ Նա դուրս եկավ սենյակից, միջանցքի վերջում մի փոքրիկ լոքարան գտավ։ Ծորակը աշխատում էր, ուստի նա լցրեց բաժակը, արագ վերադարձավ։ Գառնիկը փորձեց նստել խմելու համար, բայց կապանքները սահմանափակում էին նրա շարժումները։ Մանեն հասկացավ, որ պետք է օգնի նրան։ Կարող եմ արձակել այս ժապավենները, որպեսզի դուք ավելի հեշտությամբ խմեք։ Խնդրում եմ, դրանք օրերով այնտեղ են, ձեռքերս թմրել են։ Զգուշությամբ Մանեն արձակեց ժապավենների հանգույցները, դրանք շատ ամուր չէին, բայց այնտեղ էին եղել բավականաչափ երկար ժամանակ, որպեսզի կարմիր հետքեր թողնեին Գառնիկի դաստակներին։ Նա դանդաղ նստեց, կարծես յուրաքանչյուր շարժումը ցավոտ լիներ, ագահությամբ խմեց ջուրը։ Շնորհակալություն, շնորհակալություն, դու չես պատկերացնում, թե սա որքան թանկ է ինձ համար։ Պարոն Գառնիկ, ինչո՞ւ եք դուք այստեղ, ինչո՞ւ եք կապված։ Ձերունու դեմքը ձամածրվեց ցավի շփոթության արտահայտությամբ։ Նրանք ասում են, որ ես վտանգավոր եմ, որ նոպաներ ունեմ։ Բայց ես չեմ հիշում, որ վտանգավոր լինեմ, միայն հիշում եմ, որ սոված ու ծարավ եմ, որ ոչ ոք ինձ չի լսում։ Երբ եք վերջին անգամ բժշկի տեսել։ Բժիշկ, Գառնիկը անգեղծորեն շփոթված էր թվում, բժիշկների չեմ հիշում։ Նունեն ասում է, որ նրանք գալիս են, բայց ես երբեք ոչ մեկի չեմ տեսնում։ Մանեն սառնություն զգաց ողնաշարով, դա բժշկական խնամք չէր թվում, դա բանտ էր թվում։ Հիմա սոված եք։ Միշտ սոված եմ, Նունեն օրը մեկ անգամ ուդելիք է բերում, երբեմն, բայց դա քիչ է, երբեմն նա մոռանում է։ Մոռանում է։ Կամ բարկանում է ինձ վրա, երբ բողոքում եմ, նա հաջորդ օրը ուդելիք չի բերում։ Մանեի մեջ զայրույթը աճում էր գրագի պես, դա բռնություն էր պարզ ու հստակ, մի տարեց մարդու պահում էին ապօրինի կերպով, սոված ու ծարավ, աշխարից մեկուսացված։ Պարոն Գառնիկ, կցանկանայիք, որ ես ձեզ համար ուդելիք բերեի, կարող եմ խոհանոցից ինչ-որ բան բերել։ Գառնիկի աչքերը փայլեցին երեխայի աչքերի պես։ Դու դա կանեիր ինձ համար, նույնիսկ իմանալով, որ Նունեն կարող է բարկանալ։ Ես կանեմ դա, պարոն։ Ուրեմն դու իսկապես հրեշտակ ես։ Միայն հրեշտակը կարող էր այդքան բարի լինել իմ հանդեպ։ Մանեն ստուգեց ժամանակը, դեռ ժամանակ ուներ մինչ Նունեի վերադարձը, բայց պետք է արագ լիներ։ Գնամ ձեզ համար ուդելու բան բերեմ։ Բայց պետք է նորից կապեմ ժապավենները, որպեսզի ոչ ոք չկասկածի, որ ես այստեղ եմ եղել։ Գառնիկը անմիջապես հասկացավ, մեկնեց դաստակները։ Արա, իմ հրեշտակ, արա այն, ինչ պետք է։ Միայն այն իմանալը, որ դու գաս, արդեն ինձ հույս է տալիս։ Ծանր սրտով Մանեն նորից կապեց ժապավենները, փորձելով դրանք ավելի թույլ թողնել, քան առաջ էր։ Գառնիկը նորից պառկեց, բայց հիմա նրա աչքերում այլ փայլ կար։ Վերադարձիր, երբ կարողանաս, խնդրում եմ։ Ես կվերադառնամ, պարոն Գառնիկ, խոստանում եմ։ Մանեն դուրս եկավ սենյակից, կողպեց թիդուրը, բանալին հետ դրեց թաքստոցում, վազեց խոհանոց, վերցրեց մի հաց, մի կտոր բանիր, մի խնձոր, ամեն ինչ թաքցրեց սրբիչի մեջ, արագ վերադարձավ փակտ։ Գառնիկը հենց այնպես էր, ինչպես նա թողել էր, բայց աչքերը սերված էին դրանը, սպասելով նրա վերադարձին։ Ուդելիք բերեցի, պարոն Գառնիկ։ Նա արձակեց նրա ձեռքերից մեկը, սկսեց հացը փոքր կտորների բաժանել, օգնելով նրան ուտել։ Գառնիկը դանդաղ էր ձամում, վայելելով յուրաքանչյուր փշուրը։ Կարծես դա աշխարհի ամենահամեղ կերակուր լիներ։ Ինչքան ժամանակ է պանիր չեմ գերել։ Շշնջաց նա արցունքներն աչքերին։ Ինչքան ժամանակ է, ինչ դուք այստեղ եք։ Չգիտեմ, օրերը խառնվում են, բայց կարծում եմ շատ երկար։ Հիշում եմ պատուհանից կանաչ տերներ էի տեսնում, երբ եկա, հիմա ոչինչ չեմ տեսնում տախտակների պատճառով։ Հիշում եք ինչու եկաք այստեղ։ Գառնիկը փակեց աչքերը կենտրոնանալով։ Հիշում եմ մի վեճ, Վարդանն ու Նունեն ասում էին, որ ես խանգարում եմ, որ բերեմ, որ ավելի լավ կլինի ես մնամ մի հանգիստ տեղում հանգստանալու համար։ Իսկ դուք համաձայնեցիք։ Ես շփոթված էի, երբեմն շփոթվում եմ, բայց ես բռնիչ եմ, վտանգավոր չեմ։ Պարզապես երբեմն տխրում եմ, լաց եմ լինում ինքս ինձ հետ խոսում։ Մանեն վերջացրեց նրան գերագրելը, ավելի շատ ջուր տվեց։ Գառնիկը հիմա լիովին այլ մարդ էր թվում, ավելի զգոն, ավելի ներկա։ Պարոն Գառնիկ, կցանկանայիք դուրս գալ այս սենյակից, տեսնել Արը։ Կարող եմ դա անել։ Չգիտեմ, բայց կարող եմ փորձել պարզել։ Չեմ ուզում, որ դու իմ պատճառով խնդիրներ ունենաս։ Թույլ տվեք ես այդ մասին մտահոգվեմ։
Մանեն նայեց ժամացույցին հասկացավ, որ Նունեն մի քանի րոպեից կվերադառնա, նա պետք է անմիջապես հեռանար։ Հիմա պետք է գնամ, պարոն Գառնիկ, բայց ես կվերադառնամ, երբ կարողանամ, կվերադառնամ։ Խոստանում ես։ Խոստանում եմ։ Նա նորից կապեց ժապավենը նրա դաստագին, համբուրեց նրա ջակատը դուրս վազեց։ Նա կարողացավ գողպել վերադառնալ խոհանոց հենց այն պահին, երբ լսեց Նունեի մեքենայի ձայնը։ Նա ձացրեց, թե սպասք է լվանում, բայց նրա սիրտը դեռ անկանոն էր բաբախում։ Նունեն մի քանի րոպե անց մտավ խոհանոց Մանեին հետախուզական հայացքով նայելով։ Ինչպես անցավ պահարանների մաքրությունը։ Լավ, տիկին Նունե, արդեն 3-ը վերջացրել եմ։ Հիանալի է։ Բայց Նունեի հայացքի մեջ ինչ-որ բան կար, որը Մանեին նյարդայնացնում էր։ Արդյոք դա իր պատրանքն էր, թե տանտիրուհին իրոք ինչ-որ բան էր կասկածում։ Օրվա մնացած մասը անցավ մշուշի մեջ, Մանեն կատարեց իր գործերը մեխանիկորեն, բայց նրա մտքերը ամբողջությամբ կենտրոնացած էին Գառնիկի վրա։ Նրա պատկերը մահճակալին կապված, ջուր ուտելիք խնդրելիս, դուրս չէր գալիս նրա գլխից։ Դա բժշկական խնամք չէր, դա բռնություն էր, եւ նա թերս աշխարհում միակ մարդն էր, ով գիտեր Գառնիկի գոյության նրա տառապանքի մասին։ Այդ գիշեր տանը Մանեն չկարողացավ քնել։ Նա նայում էր առաստաղին ծրագրելով, թե ինչպես կարող էր օգնել Գառնիկին առանց իրեն ծայրահեղ վտանգի ենթարկելու։ Հասմիկը գրեթե լիովին ապաքինվել էր մի քանի օրից կվերադառնար աշխատանքի։ Դա կլիներ Մանեի ծերունուն օգնելու հնարավորության ավարտը, նա պետք է արագ գործեր։ Բայց ինչպես օգնել մեկին, ում բանտարկված էին պահում հզոր մարդիկ առանց ապացույցների, առանց աջակցության, առանց միջոցների։ Պատասխանը եկավ մի անդրդվելի վճռականության տեսքով, որը աճեց նրա մեջ գիշերվա ընթացքում։ Կապ չունի վտանգը, կապ չունեն հետանքները, Գառնիկը տառապող մարդ էր, նա ուներ այդ տառապանքը թեթացնելու ուժը։ Նա շարունակելու էր այցելել նրան, կերակրել նրան, հոգ տանել նրա մասին, եւ նա գտնելու էր մի միջոց նրան ազատելու այդ բժշկական խնամքի տակ քողարկված բանտից։ Նա դեռ չգիտեր ինչպես, բայց գիտեր, որ չէր կարողանա խաղաղ ապրել իմանալով, որ Գառնիկը շարունակում էր այնտեղ մնալ կապված, սոված, ծարավ, օգնություն խնդրելով, որը երբեք չէր հասնում։ Կյանքում առաջին անգամ Մանեն հասկացավ, թե ինչ է նշանակում առաքելություն ունենալ, եւ այդ առաքելությունը գոչվում էր Գառնիկ Վարդանյան։ Հաջորդ օրերը վերածվեցին գաղտնիքների խնամքի մի նուրբ բարի, Մանեն մշակեց մի վտանգավոր, բայց արդյունավետ առօրյա։ Նա աշխատանքի էր գալիս ավելի շուտ, նախքան Նունեի արթնանալը, արագ այցելում էր Գառնիկին, հետո կատարում էր իր սովորական գործերը, իսկ երբ տանտիրուհին դուրս էր գալիս իր հասարակական հանդիպումներին, նա վերադառնում էր փակ թութելիքով ջրով։ Գառնիկի վիճակը սկսեց նկատելիորեն լավանալ։ Նրա աչքերը վերակտան իրենց փայլը, դեմքը մի փոքր գույն ստացավ, նա կարողանում էր ավելի երկար զրուցել առանց սկզբնական շփոթության։ Մանե, իմ հրեշտակ, դու լույս բերեցիր իմ մութ աշխարհ, ասաց նա մի հինգշաբթի, երբ աղջիկը օգնում էր նրան խմել նարնջի հյութը, որը նա բերել էր խոհանոցից։ Դուք պետք չէ ինձ շնորհակալություն հայտնեք, պարոն Գառնիկ, սա նվազագույնն է, որ ցանկացած մարդ կաներ։ Դա ճիշտ չէ, Նունեն չի անում, Վարդանը չի անում, միայն դու։ Պատմեք ինձ Վարդանի մասին, ինչպիսին էր նա, երբ երիտասարդ էր։ Գառնիկը ժպտաց, առաջին անգամ Մանեն տեսավ այն մարդու հետքերը, որը նա պետք է որ լիներ նախքան այդ կերությունը։ Վարդանը քնքուշ տղա էր, խելացի, հետաքրքրասեր, միշտ հարցեր էր տալիս ամեն ինչի մասին, ուզում էր հասկանալ, թե ինչպես են իրերը աշխատում։ Իսկ երբ նա մեծացավ, փոխվեց Նունեի հետ ամուսնանալուց հետո, նա միծ ունի մարդկանց հավատացնելու այն, ինչ ինքն է ուզում, շատ համոզիչ է։ Ինչպես համոզիչ։ Գառնիկը վարանեց, կարծես փորձում էր կարգավորել հատվածական մտքերը։ Նա Վարդանին ասաց, որ ես վտանգավոր եմ դառնում, որ բռնի նոպաներ ունեմ, որ ռիսկ եմ ընտանիքի համար։ Բայց դուք հիշում եք նման նոպաներ ունեցած լինել։ Ես երբեմն շփոթվում եմ, լաց եմ լինում, ինքս ինձ հետ եմ խոսում, երբ ինձ շատ մենակ եմ զգում։ Բայց ես երբեք ոչ մեկին չեմ վնասել, երբեք բռնի չեմ եղել։ Մանեն սեղմեց նրա ձեռքը զգալով ոսկորների փխրունությունը բարակ մաշկի տակ։ Հիշում եք ձեր վերջին խոսակցությունը Վարդանի հետ։ Հիշում եմ, նա եկավ այստեղ սկզբում, երբ ինձ բերեցին, նա տխուր էր թվում, հակասական զգացմունքներով, ասաց, որ դա ժամանակավոր է, որ շուտով ավելի լավ լուծում կգտնեն։ Ինչքան ժամանակ է անցել դրանից։ Գառնիկը փակեց աչքերը կենտրոնանալով։ Եղանակները փոխվեցին շատ անգամ, կարծում եմ 1 տարուց ավելի։ Այս տեղեկությունը Մանեին հարվածեց ստամոքսին։ Գառնիկը այնտեղ էր ավելի քան 1 տարի մեկուսացված, կարիքի մեջ, ընտանիքի կողմից մոռացված։ Պարոն Գառնիկ, դուք այլ հարազատներ ունեք, ինչ որ մեկը, ով կարող էր ձեզ փնտրել։ Եղբայր ունեմ Անդրանիկը, բայց նա գյուղում է ապրում։ Տարիներով չենք խոսել, եւ հերու զարմիկներ ունեմ, բայց չգիտեմ արդյոք նրանք գիտեն իմ գոյության մասին։ Վարդանը երբեք ձեր մասին չի խոսում այլ մարդկանց հետ։ Նունեն միշտ ասում էր, որ ավելի լավ է ոչ ոք չիմանա իմ վիճակի մասին, որ դա ամոթալի է ընտանիքի համար։
Գառնիկի յուրաքանչյուր բացահայտումը մեծացնում էր Մանեի վրդովմունքը։ Դա բժշկական խնամք չէր, դա հաշվարկված գործողություն էր մարդուն սեփական կյանքից անհետացնելու համար։ Կցանկանայիք տեսնել Ա.Ր.ը, կարող եմ փորձել պատուհանի տախտակներից մեկը բացել։ Գառնիկի աչքերը լցվեցին հույսով։ Հնարավոր կլիներ։ Մանեն մոտեցավ պատուհանին, զննեց տախտակները։ Դրանք ամրացված էին սովորական մեխերով, ոչ մի բարդ բան, որը հիմնական գործիքը չկարողանար հեռացնել։ Վաղը կփորձեմ պտուտակահան բերել։ Բայց դա պետք է մեր գաղտնիքը լինի։ Այն ամենը, ինչ մենք անում ենք, մեր գաղտնիքն է, իմ հրեշտակ։ Հաջորդ օրը Մանեն բերեց մի փոքրիկ պտուտակահան, որը գտել էր խոհանոցում, կարողացավ զգուշորեն հեռացնել պատուհանի փոքր տախտակներից մեկը։ Երբ ամիսներ անց առաջին անգամ Արի լույսը մտավ սենյակ, Գառնիկը լաց եղավ։ Ես արդեն մոռացել էի, թե որքան գեղեցիկ է Ա.Ր.ը, շնջաց նա ձեռքերը մեկնելով դեպի ոսկեգույն լույսի շողը։ Ես այսպես կթողնեմ օրվա ընթացքում հետ կդնեմ տախտակը ուշ կեսօրին, նախքան հեռանալս։ Դու իսկապես Աստծո կողմից ուղարկված հրեշտակ ես։ Բայց գաղտնի խնամքի առօրյան անկատ չմնաց Նունեի կողմից։ Այդ շաբաթվա ուրբաթ օրը տանտիրուհին առանձնապես դիտողական էր հետելով Մանեին հետախուզական հայացքներով, անսպասելիորեն հայտնվելով սենյակներում։ Մանե, նկատել եմ, որ վերջերս դու ավելի ինքնավստահ ես դարձել։ Ինչպես, տիկին Նունե։ Ավելի վճռական, քիչ հնազանդ, կարծես ինչ-որ նպատակ ես գտել։ Դիտարկումը տագնապալիորեն ճիշտ էր, Մանեն իրոք իրեն այլ կերպ էր զգում։ Գառնիկի մասին հոգ տանելը նրան տվել էր կարողության առաքելության զգացողություն, որը նա երբեք չէր ունեցել։ Ես պարզապես փորձում եմ լավագույնս կատարել իմ աշխատանքը։ Իսկ Մայրդ երբ կվերադառնա։ Շուտով, տիկին Նունե, նա գրեթե լիովին ապաքինվել է։ Ափսոս, դու այնքան լավ հարմարվեցիր այստեղ։ Այս խոսքերի մեջ ինչ-որ սարսափազդու բան կար։ Կարծես նա ինչ-որ բան էր ծրագրում։ Հաջորդ երկուշաբթի օրը պատահեց մի բան, որը լիովին կփոխեր իրավիճակի դինամիկան։ Մանեն առավոտյան եկավ, գտավ Վարդանին խոհանոցում սուրճ խմելիս, հազվադեպ էր նրան տեսնել աշխատանքի մեկնելու սովորական ժամից շուտ։ Բարի լույս, Մանե, ինչպես է Մայրդ։ Ավելի լավ, պարոն Վարդան, շնորհակալություն հարցնելու համար։ Ինչ լավ է, Հասմիկը կարող է այս ընտանիքի համար։ Նրա ձայնում մի մելամաղձություն կար, որը գրավեց Մանեի ուշադրությունը։ Պարոն Վարդան, կարող եմ մի հարց տալ։ Իհարկե, դուք ինչ-որ մեկին գարոտում եք։ Հարցը ծագեց ոչ միտեղից մղված մի ազդագից, որը նա չկարողացավ վերահսկել։ Վարդանը դադարեց սուրճ խմել, լրջությամբ նայեց նրան։ Ինչո՞ւ ես դա հարցնում։ Պարզապես դուք միշտ տխուր եք թվում։ Կարծես ինչ-որ կարևոր բան պակասում է։ Վարդանը երկար ժամանակ լուր մնաց պատուհանից նայելով այգուն։ Շատ բաներ եմ կարոտում, Մանե, հիմնականում այն մարդկանց, ովքեր կարող էին ինձ համար։ Մարդկանց, ովքեր այլս այստեղ չեն։ Մարդկանց, ովքեր հեռացել են, կամ ում ես եմ հեռացրել։ Խոսակցությունը գնում էր հենց այնտեղ, որտեղ Մանեն հույս ուներ, բայց նա գիտեր, որ պետք է ծայրահեղ զգույշ լինի։ Երբեմն մարդիկ հեռանում են, որովհետև տարածության գարիք ունեն, ոչ թե այն պատճառով, որ մենք նրանց այլս չենք սիրում։ Վարդանը զարմանքով նայեց նրան։ Դու շատ երիտասարդ ես նման իմաստությամբ խոսելու համար։ Մայրս միշտ ինձ սովորեցրել է, որ իսկական սերը երբեմն նշանակում է դժվար ընտրություններ կատարել։ Իսկ եթե ընտրությունները սխալ լինեն, իսկ եթե այն, ինչ մենք կարծում էինք պաշտպանություն է, իրականում այլ բան լինի։ Մանեն զգաց, որ կարևոր բացահայտման շեմին է։ Վարդանը կասկածի տակ էր դնում իր սեփական որոշումները, հատկապես մեկի վերաբերյալ, ում նա սիրում էր, բայց հեռացրել էր։ Երբեք ուշ չէ սխալը ուղղելու համար, պարոն Վարդան, հատկապես երբ խոսքը ընտանիքի մասին է։ Վարդանը լուր վերջացրեց սուրճը, ուղղվեց դեպի ելքը։ Դրան մոտ նա կանգ առավ, շրջվեց դեպի նրան։ Մանե, դու յուրահատուկ աղջիկ ես, Մայրդ հպարտանալու պատճառ ունի։ Նրա հեռանալուց հետո Մանեի մեջ այն զգացողությունն էր, որ նա կարող սեր մեծանել Վարդանի մտքում։ Թերս նա սկսեր կասկածի տակ դնել հոր վիճակը, վերանայել այն որոշումները, որոնք կայացրել էր Նունեի ազդեցության տակ։ Բայց նրա հույսերը ընդհատվեցին մի տագնապալի բացահայտմամբ։ Գառնիկին առավոտյան այցելելիս նա նրան գտավ ավելի վատ վիճակում, քան տեսել էր առաջին օրվանից ի վեր։ Պարոն Գառնիկ, ինչ է պատահել։ Նունեն։ Նա եկավ երեկ գիշեր, շատ բարկացած էր։ Ինչո՞ւ բարկացած։ Ասաց, որ ես շատ եմ աշխուժացել, որ ինչ-որ մեկն ինձ ասել է, որ ես ավելի լավ եմ, հարցրեց, թե ով է խոսել ինձ հետ։ Մանեի սիրտը սարեց։ Իսկ դուք ինչ պատասխանեցիք։ Քո մասին չեմ խոսել, խոստացել եմ, որ երբեք չեմ խոսի, բայց նա կասկածեց, ասաց, որ բարձելու է, թե ինչ է կատարվում։ Նա ինչ-որ բան արեց ձեզ հետ։ Գառնիկը ցույց տվեց տաստակները, ժապավենները ավելի ամուր էին, քան առաջ, թողնելով ավելի խորը հետքեր մաշկի վրա։ Եվ երեք ուդելիք չբերեց, ասաց, որ ես արժանի չեմ։ Մանեն մի սառը հաշվարկված զայրույթ զգաց իր մեջ,
Նունեն պատժում էր Գառնիկին ավելի լավ լինելու համար, նշաններ ցույց տալու համար, որ ինչ որ մեկը հոգ է տանում նրա մասին։ Այսօր հավելյալ ուդելիք կբերեմ եւ կթուլացնեմ այս ժապավենները։ Ոչ, իմ հրեշտակ, եթե նա բացահայտի, ավելի վատ կլինի քեզ ինձ համար։ Նա չի բացահայտի։ Բայց այդ առավոտ Գառնիկին խնամելիս Մանեն գիտեր, որ օղակը սեղմվում է։ Նունեն կասկածում էր, նրա պես կինը չէր հանգստանա, մինչ չպարզեր ճշմարտությունը։ Կեսօրին պատահեց մի բան, որը հաստատեց նրա վատթարագույն վախերը։ Նունեն հայտնվեց գրադարանում, որտեղ Մանեն աշխատում էր ձեռքին մի փոքրիկ զարդատուփ։ Մանե, պետք է քեզ մի բան ցույց տամ։ Նա բացեց տուփը ցուցադրելով ադամանդյա ականջողերի մի գեղեցիկ հավաքածու։ Սա ընտանիքի ամենաարժեքավոր նմուշներից մեկն է։ Պատկանել է սկեսրոջս։ Շատ գեղեցիկ է, տիկին Նունե։ Եվ շատ թանկ, այն ավելի շատ արժե, քան դու գվաստագեիր 5 տարվա աշխատանքի ընթացքում։ Սպառնալիքը քողարկված էր, բայց պարզ։ Ես այն հիմա գտնեմ չհրկիզվող պահարանում։ Ուզում եմ, որ դու ականատես լինես դրան։ Նունեն ուղղվեց դեպի գրադարանի պատի մեջ ներկառուցված չհրկիզվող պահարանը, որը Մանեն երբեք չէր նկատել։ Նա հավաքեց կոդը տուփը դրեց ներսում։ Վաղը, երբ ես բացեմ պահարանը, այս զարդը պետք է լինի հենց այստեղ, որ է խնդրի դեպքում մենք հստակ կիմանանք, թե ով է պատասխանատուն։ Մանեն անմիջապես հասկացավ, Նունեն ծուղակ էր լարում, զարդը կանհետանար, իրեն կմեղադրեին գողության մեջ, դա կարդարացներ իր անհապաղ աշխատանքից հեռացումը, գուցե նույնիսկ քրեական գործը։ Այդ գիշեր տանը նա պատմեց Հասմիկին աշխատանքային օրվա մասին ամբողջությամբ շրջանցելով Գառնիկի իրավիճակը, բայց հիշատակելով Նունեի տարօրինակ պահվածքը զարդերի հետ։ Դա ինձ անհանգստացնում է, աղջիկս, Նունեն երբեք նման բան չէր արել։ Մայրիկ, դու կարծում ես նա կարող է ինձ կասկածել գողության մեջ։ Հասմիկը մտախոհ դարձավ։ Նունեն բարդ կին է, երբեմն անում է բաներ, որոնք չեմ հասկանում։ Բայց երբեք չեմ տեսել, որ նա ինչ-որ մեկին գեղձ մեղադրի։ Ուրեմն ինչո այդպես ցույց տվեց զարդերը։ Չգիտեմ, աղջիկս, բայց զգույշ եղիր, եթե նա ինչ-որ բան է կասկածում, դա կարող է վտանգավոր լինել քեզ համար։ Մանեն ամբողջ գիշեր արթուն մնաց ծրագրելով, նա գիտեր, որ հաջորդ օրը Նունեն կիրականացնի իր ծրագիրը, ինչպիսին էլ որ այն լիներ, զարդը կանհետանար, իրեն կմեղադրեին, նա կգործներ ոչ միայն աշխատանքը, այլ Գառնիկին օգնելու հնարավորությունը։ Քանի դեռ նա պատրաստ չէր։ Հաջորդ առավոտ նա աշխատանքի եկավ ավելի շուտ, քան երբե։ Նախ այցելեց Գառնիկին, ով ակնհայտորեն ավելի վատ էր, նա քաշ էր կորցրել, աչքերը ավելի խորն էին ընկել, նա հազիվ էր կարողանում արթուն մնալ։ Պարոն Գառնիկ, պետք է ձեզ մի բան ասեմ։ Ինչ է, իմ հրեշտակ։ Կարծում եմ կփորձեն ինձ այստեղից հեռացնել։ Ինչ որ պատրվակ կհորինեն ինձ աշխատանքից ազատելու համար։ Գառնիկը զարմանալի ուժով բռնեց նրա ձեռքը։ Չես կարող գնալ, դու միակն ես, ում ես ունեմ։ Ես կպայքարեմ մնալու համար, պարոն Գառնիկ, բայց եթե ինձ հետ ինչ որ բան պատահի, դուք պետք է ուժեղ լինեք։ Առանց քեզ ես։ Ոչինչ չի պատահի, ես մի միջոց կգտնեմ։ Գառնիկին գերակրելուց նրա հետ մի քանի րոպե զրուցելուց հետո Մանեն գործի դրեց իր ծրագիրը։ Նա գնաց գրադարան ուշադիր զննեց չհրկիզվող պահարանի շրջակայքը, հետո, օգտագործելով մի փոքրիկ տեսախցիկ, որը գնել էր իր խնայողություններով, այն զգուշորեն տեղադրեց որոշ գրքերի հետում ուղիղ տեսադաշտով դեպի պահարանը։ Եթե Նունեն փորձեր իրեն մեղադրել, գոնե նա կունենար իր անմեղության ապացույցը։ Առավոտվա մնացած մասը անցավ սովորականի պես, բայց Մանեն զգում էր լարվածությունը օդում ինչպես էլեկտրականությունը փոթորկից առաջ։ Նունեն սովորականից ավելի անհանգիստ էր անընդհատ ստուգելով ժամացույցը, կարծես ինչ որ բանի սպասելով։ Ժամը 2-ի գողմերը Վարդանը անսպասելիորեն տուն եկավ ուղեկցվելով մի զույգի կողմից, ում Մանեն չէր ճանաչում։ Մանե, կանչեց Նունեն լարված ձայնով, արի այստեղ, կարոր հյուրեր ունենք։ Ժամանակն էր, ինչպիսին էլ լիներ Նունեի ծրագիրը, այն պատրաստվում էր իրականացվել կարոր վկաների ներկայությամբ։ Մանեն մոտեցավ արագ բաբախող սրտով, բայց վճռականությամբ պայքարելու իր պատվի, որ ավելի կարոր է, Գառնիկին օգնելու շարունակության հնարավորության համար։ Այո, տիկին Նունե։ Պետք է բացեմ պահարանը մեր հյուրերին մի զարդ ցույց տալու համար։ Կարող ես մեզ ուղեկցել։ Ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես նա նախատեսել էր։ Նունեն պատրաստվում էր բացահայտել, որ զարդը անհետացել է վկաների ներկայությամբ, ստեղծելով մի իրավիճակ, որտեղ Մանեն կլիներ միակ կասկածյալը։ Բայց այս անգամ նա պատրաստ էր։ Իհարկե, տիկին Նունե, հաճույքով։ Մինչ նրանք քայլում էին դեպի գրադարան, Մանեն խորը շնչեց, նրա կյանքը պատրաստվում էր կտրուկ փոխվել այսպես թե այնպես։ Եթե նա կարողանար ապացուցել իր անմեղությունը, թերս ձեռք բերեր անհրաժեշտ վստահությունը Գառնիկի մասին ճշմարտությունը բացահայտելու համար, եթե ձախողվեր, կգործներ ամեն ինչ։ Բայց արդյունքը կապ չուներ, նա այլս չէր կարող ծածնել, թե չգիտի այդ անմեղ մարդու տառապանքի մասին, ով գողբված էր կենդանու պես կախված լինելով միայն իրենից գոյատելու համար։ Ժամանակն էր պայքարելու ոչ միայն իր, այլ Գառնիկի համար, հանուն արդարության, հանուն ճշմարտության։ Մուտքը դեպի գրադարան նման էր քայլի դեպի ճակատագիր։
Մանեն վճռական էր այն դիմավորել բարձր պահած գլխով։ Գրադարանը երբեք այսքան լարված չէր եղել։ Վարդանն ու Նունեն քայլում էին արձից, նրանց հետում էին այցելուները Սահակյանների զույգը։ Տղամարդը մոխրագույն կոստյումով, կինը նրբագեղ զարդերով։ Մանեն հետում էր նրանց մի քանի քայլ հետո այնքան ուժգին բաբախող սրտով, որ վախենում էր բոլորը կարող են լսել այն։ Պարոն Տիգին Սահակյաններ, դուք կհավանեք այս նմուշը, ասում էր Նունեն ստիպողական աշխուժությամբ, այն 3 սերունդ է, ինչ մեր ընտանիքում է։ Նունեն թատերական շարժումներով մոտեցավ չհրկիզվող պահարանին, հավաքեց կոդը, բացեց մետաղյա դուռը։ Նրա ձեռքը սուզվեց ներս մի քանի վայրկյան փնտրեց, հետո նրա դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց։ Չի կարող պատահել, շշնջաց նա ձացնելով շոկ։ Ինչ պատահեց, սիրելիս, հարցրեց Վարդանը անգեղծորեն մտահոգված։ Դուփը այստեղ չէ։ Նունեն շրջվեց դեպի խումբը կատարելապես խաղացված սարսափի արտահայտությամբ։ Մորթ ադամանդյա ականջողերը Վարդան անհետացել են։ Ձանր լռություն տիրեց գրադարանում, այցելուները անհարմար հայացքներ փոխանակեցին, իսկ Վարդանը տեսանելիորեն վրդովվեց։ Դա անհնար է, էլ ով մուտք ունի պահարանին։ Միայն մենք երկուսս, եւ… Նունեն թատերական դադար տվեց, նրա հայացքը դանդաղ ուղղվեց դեպի Մանեն, եւ ցանկացած մարդ, ով հետել է գոդը հավաքելիս։ Բոլորի ուշադրությունը սերվեց Մանեի վրա, ով պահպանեց հանգիստ դեմքը չնայած ներքին խուճապին։ Տիգին Նունե, ես ոչինչ չեմ վերցրել։ Երեկ դու այստեղ էիր, երբ ես բացեցի պահարանը։ Տեսար հենց որտեղ դրեցի զարդը։ Վարդանը նայեց Մանեին մի հայացքով, որը հիասթափության տխրության խառնուրդ էր։ Մանե, սա շատ լուրջ է, այդ զարդը ավելի մեծ արժեք ունի, քան դու կարող ես պատկերացնել։ Պարոն Վարդան, երդվում եմ, որ ես ձեռք չեմ դվել պահարանին, նույնիսկ կոդը չգիտեմ։ Ցանկացած խելացի մարդ կարող էր նկատել, երբ ես հավաքում էի, պնդեց Նունեն, իսկ դու երիտասարդ ես կարիքի մեջ, գայթակղությունը պետք է որ մեծ լիներ։ Պարոն Սահակյանը անհարմար գոկորդը մաքրեց։ Թերս ավելի լավ է ոստիկանություն կանչենք, առաջարկեց նա, սա պետք է պաշտոնական ձով լուծվի։ Ոչ։ Պատասխանը ավելի բարձր հնչեց, քան Մանեն նախատեսել էր։ Խնդրում եմ, ինձ հնարավորություն տվեք ապացուցելու իմ անմեղությունս։ Ինչպես, հարցրեց Նունեն դաժան ժպիտով, որտեղ ես թաքցրել։ Ես ոչինչ չեմ թաքցրել, որովհետև ոչինչ չեմ վերցրել։ Հենց այդ պահին Մանեն կայացրեց այն որոշումը, որը կփոխեր ամեն ինչ։ Պարոն Վարդան, կարող եմ մի բան ցույց տալ։ Նա ուղղվեց դեպի այն դարակը, որտեղ թաքցրել էր փոքրիկ տեսախցիկը։ Բոլորի հայացքների ներքո նա հանեց սարքը գրքերի հետից։ Այս ինչ է, հարցրեց Վարդանը։ Տեսախցիկ, ես այն այստեղ տեղադրեցի երեկ, այն բանից հետո, երբ Տիգին Նունեն ինձ այդքան յուրահատուկ ձով ցույց տվեց զարդերը։ Նունեն տեսանելիորեն գունատվեց։ Դու ինձ լրտեսում էիր։ Ես ինձ պաշտպանում էի։ Տարօրինակ համարեցի, որ ինչ որ մեկը թանկարժեք զարդեր է ցույց տալիս աշխատողին, իսկ հետո խոսում արժեքների հետանքների մասին։ Վարդանը վերցրեց տեսախցիկը Մանեի ձեռքից։ Այս տեսախցիկը ձայնագրում էր։ Այո, պարոն, 3 կեսօրից սկսած։ Դա անձնական կյանքի ներխուժում է, բողոքեց Նունեն, բայց նրա ձայնը սովորականից ավելի բարձր հնչեց։ Եթե ես անմեղ լինեի, ասաց Մանեն հանգիստ, ձայնագրությունից վախենալու ոչինչ չէի ունենա։ Վարդանը զննեց փոքրիկ տեսախցիկը փորձելով հասկանալ, թե ինչպես այն օգտագործել։ Գիտես, ինչպես նայել ձայնագրությունները։ Այո, պարոն, կարող եմ ցույց տալ իմ հեռախոսով։ Մանեն միացրեց տեսախցիկը հեռախոսին, սկսեց թերթել ձայնագրությունները։ Խումբը հավաքվեց փոքրիկ էկրանի շուրջ բոլորն անհամբեր տեսնելու համար, թե ինչ է որսացել սարքը։ Առաջին պատկերը ցույց էր տալիս դատարկ գրադարանը գիշերվա ընթացքում, հետո առավոտյան Նունեն միայնակ մտնում էր սենյակ, նա ուղղվեց անմիջապես դեպի պահարանը, բացեց այն, հանեց զարդատուփը, թաքցրեց այն հակառակ կողմի դարակաշարի գրքերի հետում։ Հաջորդող լռությունը խլացնող էր։ Նունե… Վարդանի ձայնը ցածր էր, բայց լցված շոկի զայրույթի խառնուրդով, ինչ է սա նշանակում։ Ես կարող եմ բացատրել։ Դու թաքցրել ես քո սեփական զարդերը մի անմեղ աղջկա մեղադրելու համար։ Սահակյանների զույգը հայացքներ փոխանցեց ակնհայտորեն անհարմար, զգալով այն ընտանեկան իրավիճակից, որին ականատես էին լինում։ Վարդան, դու չես հասկանում, պատճառներ կային։ Ինչ պատճառներ կարող էին սա արդարացնել։ Նունեն նայեց շուրջը ինչպես անկյուն քշված կենդանի, որը ելք է փնտրում։ Նա իրեն կասկածելի էր պահում։ Մտնում էր վայրեր, որտեղ չպետք է մտներ։ Որ վայրերը։ Ես… Հենց այդ պահին Տիգին Սահակյանը որոշեց միջամտել։ Կարծում եմ մենք պետք է գնանք, ձեզ թողնենք սա առանձին լուծել։ Ոչ, ասաց Վարդանը հաստատակամորեն, ուզում եմ, որ դուք տեսնեք, թե ով է մեզ իրականում, ովքեր ենք մենք։ Նա ուղղվեց դեպի այն դարակը, որտեղ Նունեն թաքցրել էր զարդատուփը, գտավ այն հենց այնտեղ, որտեղ ձայնագրություն էր ցույց տալիս, հետ բերեց։ Ահա քո գողացված զարդերը, Նունե։
Սահագյանների զույգը որոշեց, որ միանշանակ հեռանալու ժամանակն է։ Վարդան, մենք մեկ այլ օր կխոսենք, ասաց պարոն Սահագյանը, երբ ամեն ինչ ավելի հանդարտ լինի։ Հյուրերի հեռանալուց հետո գրադարանում լարվածությունն ավելի սրվեց։ Վարդանը դողացող ձեռքերով բռնել էր զարդատուփը, նայելով Նունեին այնպես, կարծես առաջին անգամ էր նրան տեսնում։ Էլ քանի անգամ ես դու սա արել, Նունե, էլ քանի մարդու կյանք ես փչացրել քո ստերով։ Վարդան, դու պետք է հասկանաս։ Հասկանամ ինչ, որ գինս ընդունակ է գործանել մի անմեղ աղջկա կյանքը պարզապես ինչո, Նունե, ինչո դու սա արեցիր։ Նունեն Մանեին նայեց մաքուր ատելությամբ, որովհետ նա անում էր բաներ, որ չպետք է աներ, խառնվում էր հարցերի մեջ, որոնք իր գործը չեն։ Որ հարցերի մեջ։ Նա Նունեն կտրուկ լռեց հասկանալով, որ պատրաստվում էր չափազանց շատ բան բացահայտել։ Մանեն զգաց, որ պահն է, Նունեն բացահայտված էր, իսկ Վարդանը ամեն ինչ կասկածի տակ էր դնում։ Թերս սա էր հնարավորությունը Գառնիկի մասին ճշմարտությունը բացահայտելու համար։ Պարոն Վարդան, ասաց նա մեղմորեն, կարող եմ մի բան ցույց տալ։ Էլ ինչ։ Մի բան, որը պետք է տեսնել, մի բան, որը կբացատրի, թե ինչու էր տիկին Նունեն ուզում ինձ այստեղից հեռացնել։ Վարդանը նայեց Նունեին, ով տեսանելիորեն խուճապի մեջ էր։ Վարդան, մի լսիր նրան, նա ընդամենը մի աշխատող է, ով բավական է, Նունե։ Դու գործրել ես ցանկացած վստահություն, որ ունեիր։ Վարդանը շրջվեց դեպի Մանեն։ Ցույց տուր այն, ինչ պետք է ցույց տաս։ Մանեն խորը շնչեց, նա պատրաստվում էր փոխել բոլորի կյանքը այնտեղ, ներառյալ իր սեփականը։ Պարոն Վարդան, դուք վերջերս այցելել եք ձեր հորը։ Հարցը Վարդանին հարվածեց կայծակի պես, նրա գույնը ակնթարթորեն փոխվեց, նա շատ գունատվեց։ Հայրս հիվանդ է, նրա մասին պատշաճ կերպով հոգ են տանում։ Երբ եք վերջին անգամ նրան տեսել։ Դա քո գործը չէ։ Վարդան, արագ ասաց Նունեն, նա փորձում է քեզ շփոթեցնել, հայրդ լավ խնամված է, դու դա գիտես։ Պարոն Վարդան, պնդեց Մանեն, երբ եք վերջին անգամ իրականում տեսել ձեր հորը, խոսել նրա հետ, ստուգել նրա վիճակը։ Վարդանը երկար ժամանակ լուռ մնաց, Մանեն հասկացավ, որ դիպել է թույլ տեղին։ Նա վաղուց չէր այցելել հորը, պարզապես ընդունում էր Նունեի խոսքերը ձերունու վիճակի մասին։ Նա անհանգստանում է, երբ ինձ տեսնում է։ Բժիշկներն ասացին, որ ավելի լավ է հեռավորություն պահպանել։ Որ բժիշկները, պարոն Վարդան, դուք այդ բժիշկներին անձամբ տեսել եք։ Նունեն է զբաղվում դրանով, նա է համակարգում բուժումը։ Ինչ է նա համակարգում կոնկրետ։ Վարդանը նայեց Նունեին, ով ակնհայտորեն հուսահատ էր։ Վարդան, մի լսիր այս ակնարկները, նա փորձում է շփոթություն ստեղծել ուշադրությունը շեղելու համար իր արածից։ Ես ոչինչ չեմ արել, ասաց Մանեն հաստատակամորեն, բայց ձեր հայրը, պարոն Վարդան, ձեր հայրը օգնության գարիք ունի։ Դու որտեղից գիտես հորս մասին ինչ-որ բան։ Վարդանի ձայնը բարձրանում էր։ Որովհետև ես այցելել եմ նրան մի քանի անգամ, եւ կարող եմ ասել, որ նա չի ստանում այն բժշկական խնամքը, որը դուք պատկերացնում եք։ Հաջորդող լռությունը բացարձակ էր, Նունեն թղթի պես սպիտակ էր, Վարդանը կարծես մշակում էր տեղեկություններ, որոնք փոխում էին այն ամենը, ինչին նա հավատում էր։ Դու եղել ես արգելված թումս։ Այո, պարոն, եւ կարող եմ ցույց տալ հենց այն պայմանները, որոնցում պահվում է ձեր հայրը։ Պահվում է, Վարդանը կրկնեց բառը, կարծես այն օտար լեզվով լիներ։ Պարոն Վարդան, ձեր հայրը մահճակալին կապված է, նա սոված ու ծարավ է, բժիշկների չի տեսնում։ Նա մեկուսացված է ավելի քան 1 տարի առանց արի, առանց մարդկային շփման, կախված լինելով միայն տիկին Նունեի բարի կամքից գոյատելու համար։ Դա սուտ է, գոռաց Նունեն, նա այդ ամենը հորինում է։ Այդ դեպքում ինչո՞ւ դուք անձամբ չեք գնում ստուգելու, մարտահրավեր նետեց Մանեն։ Հենց հիմա գնացեք այնտեղ տեսեք ձեր սեփական աչքերով։ Վարդանը հերթով նայեց Մանեին Նունեին, կարծես փորձում էր որոշել, թե ում հավատալ։ Սա ծիծաղելի է, ասաց Նունեն դողացող ձայնով, Վարդան, դու պատրաստվում ես հավատալ մի աշխատողի, ում հենց նոր բռնեցին մեզնից գողանալու փորձի մեջ։ Ես գողանալու փորձ չեմ արել, ձայնագրությունը դա ապացուցում է, պատասխանեց Մանեն, բայց տիկին Նունեն փորձեց ինձ մեղադրել, որպեսզի ես հեռանամ, եւ հիմա մենք գիտենք ինչու։ Վարդանը հանկարծակի որոշում կայացրեց։ Գնում ենք այնտեղ հենց հիմա, բոլորս։ Վարդան, ոչ, Նունե, վերջ տանք սրան մեկընդմիշտ, ուզում եմ տեսնել հորս, հիմա։ Նրանք քայլեցին դեպի փակ թլարված լռության մեջ, Վարդանը երբեք այսքան վճռական չէր թվում։ Նունեն երբեք այսքան հուսահատ չէր թվում, իսկ Մանեն երբեք այսքան նյարդային չէր զգացել իր գործողությունների հետանքների համար։ Հասնելով արգելված դրանը Վարդանը մեկնեց ձեռքը։ Բանալին, Նունեզ։ Վարդան, սա լավ գաղափար չէ։ Հայրդ կարող է նոպա ունենալ։ Բանալին, հիմա։ Դողացող ձեռքերով Նունեն հանեց Բանալին մի շղթայից, որը գրում էր պարանոցին, Վարդանը վերցրեց այն, բացեց դուռը։ Հոտը անմիջապես հարվածեց բոլորին։
Դա լքվածության, հիվանդության հուսահատության հոտն էր, որը Մանեն լավ գիտեր, բայց որը նոր էր ցնցող Վարդանի համար։ Նրանք քայլեցին մութ միջանցքով մինչ Գառնիկի սենյակի դուռը։ Վարդանը մի վայրկյան վարանեց նախքան բացելը։ Այն, ինչ նա տեսավ մյուս կողմում, ընդմիշտ կփոխեր նրա կյանքը։ Գառնիկը հենց այնպես էր, ինչպես Մանեն թողել էր նախորդ առավոտյան։ Մահճակալին կապված, նիհար, գունատ, խառնված մազերով կեղտոտ հագուստով։ Բայց երբ նա տեսավ Վարդանին, նրա աչքերը փայլեցին զարմանքի ցնծության խառնուրդով։ Վարդանը, Վարդան, որդիս, իրոք դու ես։ Վարդանը քարացավ դրան մոտ, կարծես էլեկտրական հարված ստացած լիներ։ Այդ տեսարանի իրականությունը գործանեց բոլոր պատրանքները, որոնք նա կառուցել էր ամիսների ընթացքում։ Հայրիկ, ինչ են արել քեզ հետ։ Որդիս։ Գառնիկը սկսեց լաց լինել։ Որդիս, ես կարծում էի դու ինձ մոռացել ես։ Վարդանը դանդաղ մոտեցավ մահճակալին, կարծես տրանսի մեջ լիներ։ Նա տեսավ կապանքները հոր դաստակներին, ծայրահեղ նիհարությունը, հիվանդագին գունատությունը։ Ո՞վ է սա արել, ո՞վ է քեզ կապել։ Գառնիկը արագ նայեց Նունեին, ով կանգնած էր դրան մոտ խուճապահար դեմքով։ Ես ասացի, որ դա անհրաժեշտ է նրա սեփական անվտանգության համար, շնջաց նա։ Անվտանգությանը, Վարդանը շրջվեց դեպի նա մի այնպիսի զայրույթով, որը Մանեն երբեք չէր տեսել, սա է անվտանգությունը, հայրս կենդանու պես կապված։ Նա նոպաներ ունի, Վարդան կարող է վտանգավոր լինել։ Ես երբեք վտանգավոր չեմ եղել, բողոքեց Գառնիկը թույլ ձայնով, երբեք ոչ մեկին չեմ վնասել։ Վարդանը սկսեց արձակել ժապավենները դողացող ձեռքերով, երբ նա ազատեց հոր դաստակները, տեսավ կտորների թողած կարմիր հետքերը։ Ինչքան ժամանակ է, ինչ դու այս վիճակում ես, հայրիկ։ Չգիտեմ, որդիս օրերը խառնվում են շատ երկար։ Իսկ ուդելիք, Ջո ուր։ Երբեմն, երբ նա հիշում է։ Վարդանը շրջվեց դեպի Նունեն այնպիսի աչքերով, որոնք կարծես ընդունակ էին սպանելու։ Դու հորս սոված ես թողել։ Ես հոգ էի տանում նրա մասին։ Սա է հոգատարությունը։ Վարդանը մատնացույց արեց սենյակի սարսափելի վիճակը, Գառնիկի նիհարությունը, այն անմարդկային պայմանները, որոնցում նա ապրում էր։ Վարդան, դու չես հասկանում, նա բեռ էր, խանգարում էր մեր կյանքին, մեր հեղինակությանը։ Նունեի խոսքերը նման էին բենզինի Վարդանի զայրույթի գրագի վրա։ Բեռը, սա իմ հայրն է։ Այն մարդը, ով ինձ մեծացրել է, ով ինձ ամեն ինչ սովորեցրել է, ով ամբողջ կյանքում աշխատել է կառուցելու համար այն ամենը, ինչ մենք ունենք։ Եվ նա գործանում էր այդ ամենը։ Իր մոռացկոտությամբ, իր շփոթմունքով, իր տարօրինակություններով։ Իր տարօրինակություններով Վարդանը հիմա գոռում էր, նա ձերանում էր։ Դա հանցագործություն չէ։ Գառնիկը ամուր բռնեց որդու ձեռքը։ Վարդան, ես կարծում էի դու նույնպես ուզում էիր, որ ես անհետանամ։ Երբեք, հայրիկ, երբեք, ես հավատացի այն ամենին, ինչ նա ինձ ասաց, կարծում էի քո մասին պատշաճ կերպով հոգ են տանում։ Նա ինձ ասաց, որ դու այլս չես ուզում ինձ տեսնել, որ ես խայտարակություն եմ։ Վարդանը նայեց Նունեին կատարյալ սարսափի արտահայտությամբ։ Դու դա ասել ես նրան։ Նունեն չպատասխանեց, բայց նրա մեղավոր արտահայտությունը բավարար պատասխան էր։ Հենց այդ պահին Վարդանը նկատեց Մանեին, ով կանգնած էր սենյակի խորքում արցունքներն աչքերին հետելով վերամիավորմանը։ Մանե, դու գիտեիր սրա մասին։ Այո, պարոն Վարդան, դրա համար էր տիկին Նունեն ուզում ինձ հեռացնել, որովհետև ես բացահայտեցի, սկսեցի հոգ տանել ձեր հոր մասին։ Ինչպես հոգ տանել։ Ուտելիք ջուր բերելով, նրա հետ զրուցելով, արձակելով կապանքները, երբ կարող էի, պատուհանը բացելով, որ ար մտնի։ Գառնիկը ավելի ամուր սեղմեց որդու ձեռքը։ Վարդան, այս աղջիկը փրկեց իմ կյանքը, նա Աստծո կողմից ուղարկված հրեշտակ է։ Վարդանը նայեց Մանեին խորը գործանարար երախտագիտությամբ։ Դու ամեն ինչ վտանգեցիր հորս մասին հոգ տանելու համար։ Չէի կարող իմանալ նրա վիճակի մասին ոչինչ չանել։ Իսկ դու, Վարդանը շրջվեց դեպի Նունեն, փորձեցիր գործանել միակ մարդուն, ով բարի եղավ հորս հանդեպ։ Վարդան, ես կարող եմ բացատրել։ Սրա համար բացատրություն չկա, Նունե, արդարացում չկա, դու խոշտանգել ես մի անմեղ մարդու փորձել գործանել մի ազնիվ աղջկա։ Վարդանը օգնեց հորը նստել մահճակալին զգուշությամբ գրգելով նրան հաշվի առնելով նրա փխրունությունը։ Հայրիկ, ներիր ինձ, ներիր ստերին հավատալու համար, քեզ լքելու համար։ Ներելու ոչինչ չկա, որդիս, դու խաբված ես եղել։ Դա արդարացում չէ, պետք է անձամբ ստուգեի, պետք է վստահեի սեփական դատողությանս։ Վարդանը վեր կացավ նայեց սարսափելի սենյակին, որտեղ հայրը պահվել էր։ Հենց հիմա դուրս ենք գալիս այստեղից։ Դու երբեք այլս չես մնա այս վայրում։ Իսկ ինչ կլինի ինձ հետ, Վարդան, հարցրեց Նունեն թույլ ձայնով։ Վարդանը նրան նայեց մի սառնությամբ, որը Մանեն երբեք չէր տեսել։ Ինչ վերաբերում է քեզ, Նունե, մեր խոսակցությունը դեռ նոր է սկսվում։ Բայց նախ ես հոգ կտանեմ հորս մասին, հետո գորոշենք, թե ինչ անել քո արածի հետ։
Մինչ Վարդանը օգնում էր Գառնիկին վեր գենալ մահճակալից զգուշությամբ հենելով նրան, ձերունին նայեց Մանեին. «Իմ հրեշտակ, շնորհակալություն ամեն ինչի համար»։ Մանեն ժպտաց արցունքների միջից. «Պետք չէ ինձ շնորհակալություն հայտնել, պարոն Գառնիկ, պատիվ էր ձեզ ճանաչելը»։ Վերադարձի ճանապարհը դեպի գլխավոր տուն դանդաղ էր լի հույզերով, Գառնիկը հազիվ էր կարողանում քայլել այդքան ժամանակ անգողնուն գամված լինելուց հետո։ Վարդանը մշակում էր իր բացահայտածի չափերը, Նունեն լուր հետում էր իմանալով, որ իր կյանքը պատրաստվում է կտրուկ փոխվել, իսկ Մանեն թեթության անհանգստության խառնուրդ էր զգում այն ամենի համար, ինչ սպասվում էր։ Մի բան հստակ էր. ճշմարտությունը բացահայտված էր, այլս ոչինչ առաջվանը չէր լինի։ Բացահայտմանը հաջորդող օրերը լիովին փոխեցին Վարդանյանների առանձնատունը։ Վարդանի առաջին քայլը եղավ մասնավոր բժիշկ կանչելը Գառնիկին հետազոտելու համար, ով ախտորոշեց ծանր թերսնում, ջրազրկում մեկուսացման հետանքով առաջացած խորը դեպրեսիայի նշաններ։ Ձեր հայրը մի քանի շաբաթ ինտենսիվ խնամքի կարիք կունենա, բացատրեց բժիշկ Արմենը մայրաքաղաքի հայտնի տարեցների մասնագետը, բայց պատշաճ սննդի, դեղորայքի ամենակարևորը սոցիալական շփման դեպքում նա կարող է լիովին ապաքինվել։ Նա լավ կլինի, հարցրեց Վարդանը սեղմելով հոր ձեռքը։ Մինչ վերջինս քնած էր նոր, ընդարձակ լուսավոր սենյակում։ Ֆիզիկապես այո, հոգեպես դա ավելի երկար գործընթաց կլինի, մեկուսացումը խորը հետքեր է թողնում։ Մանեն, ով պաշտոնապես աշխատանքի էր անցել որպես Գառնիկի խնամակալ, ամեն ինչին հետում էր թեթության հիացմունքի խառնուրդով։ Տեսնել, թե ինչպես է Վարդանը իրեն ամբողջությամբ նվիրում հորը ամիսների բացակայությունը փոխհատուցելով մշտական հոգատարությամբ, նման էր հրաշքի ականատես լինելուն։ Մանե, կանչեց Վարդանը, երբ բժիշկը հեռացավ, պետք է խոսեմ քեզ հետ։ Նրանք ուղղվեցին դեպի գրադարան, որտեղ ամեն ինչ սկսել էր փոխվել ընդամենը մի քանի օր առաջ։ Ուզում եմ, որ դու իմանաս։ Վարդանը դադար տվեց փնտրելով ճիշտ բառերը, որ քո քաջությունը փրկեց հորս եւ փրկեց նա ինձ։ Պարոն Վարդան, ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ։ Դա ճիշտ չէ, շատերը գծացնեին, թե չեն տեսնում վախից կամ հարմարավետությունից դրդված, դու ամեն ինչ վտանգեցիր։ Վարդանը մոտեցավ չհրկիզվող պահարանին, որտեղ Նունեն թաքցրել էր զարդերը, հանեց մի ծրար։ Սա քո նոր պայմանագիրն է, դու կլինես հորս պաշտոնական խնամակալը 3 անգամ ավելի բարձր աշխատավարձով, քան տնային աշխատողինը, գումարած կացարան քո մորթ համար։ Պարոն Վարդան, սա շատ մեծահոգի է, բայց… Սա մեծահոգություն չէ, սա արդարություն է եւ անհրաժեշտություն։ Հայրս քեզ վստահում է այնպես, ինչպես ոչ մեկի։ Դա ճշմարտություն էր, վերջին շաբաթների ընթացքում Գառնիկը հրաժարվում էր դեղեր ընդունել կամ ուտել, երբ Մանեն ներկա չէր։ Նա դարձել էր նրա կամուրջը դեպի կյանք, նրա անվտանգության խարիսխը մի աշխարհում, որը դարձել էր սարսափելի։ Իսկ հետի այգու դնագը, հարցրեց Մանեն հիշելով այն փոքրիկ շինությունը, որը նկատել էր առաջին իսկ օրվանից։ Այն վերանորոգվում է ձեզ համար, 3 սենյակ, լիարժեք խոհանոց, ընդարձակ հյուրասենյակ, մայրդ կկարողանա լիովին ապաքինվել, դուք կունենաք ձեր առանձնությունը, բայց մոտ կլինեք հորս խնամելու համար։ Վարդանի մեծահոգությունը կարծես սահմաններ չուներ։ Կարծես նա ուզում էր փոխհատուցել ոչ միայն Մանեին, այլ ամբողջ տիեզերքին այն բանի համար, ինչ թույլ էր տվել պատահել։ Իսկ տիկին Նունեն, Մանեն չկարողացավ չհարցնել։ Վարդանի դեմքը անմիջապես փակվեց։ Նունեն այլս այստեղ չի ապրում։ Նա տեղափոխվել էր։ Հեռացավ 3 մի ջամպրուգով մի բանկային հաշվով, որտեղ բավականաչափ գումար կա մեկ այլ վայրում կյանքը վերսկսելու համար։ Դուք իրավական միջոցների չեք դիմելու։ Վարդանը խորը հառաչեց։ Մտածեցի այդ մասին, տարեցների հանդեպ վատ վերաբերմունքը լուրջ հարց է։ Բայց հայրս խնդրեց սկանդալ չսարքել, նա պարզապես խաղաղություն է ուզում։ Իսկ դուք ինչպես եք ձեզ զգում։ Թեթացած, ամաչած, երախտապարտ, զայրացած, Վարդանը առանց հումորի ծիծաղեց, բոլոր զգացմունքները միաժամանակ։ 2 ամիս անց փոփոխությունը կատարյալ էր, Գառնիկը քաշ էր հավաքել, մազերը գոկիկ էին, նա ամեն օր գրում էր մաքուր ու հարմարավետ հագուստ։ Ավելի կարևոր է նա վերակտել էր աչքերի փայլը այն ժամանակին ժպիտը, որը Վարդանը հիշում էր մանկությունից։ Տան առօրյան այժմ պտտվում էր ձերունու բարեկեցության շուրջ, Մանեն արթնանում էր վաղ պատրաստում սննդարար նախաճաշ, որը նրանք միասին էին ուտում արոտ պատշգամբում։ Հետո քայլում էին այգում, որտեղ Գառնիկը զարգացրել էր թռչուններին գերակրելու հոբբին մի փոքրիկ տնակում, որը Վարդանը հատուկ տեղադրել էր նրանց համար։ Իմ հրեշտակ, ասում էր Գառնիկը ամեն առավոտ, ինչ գեղեցիկ թռչուններ այցելեցին մեր տունն այսօր։ Մանեն ժպտում էր տեսնելով, թե ինչպես է նա գալվածքին դիմում որպես մեր տուն։ Այդքան ժամանակ իրեն անցանկալի ներխուժող զգալուց հետո Գառնիկը վերջապես նորից իրեն տան էր զգում։ Կեսօրները նվիրված էին ֆիզիոթերապիային, որը Գառնիկը անում էր նորոգված խանդավառությամբ ընթերցանությանը։ Մանեն բացահայտել էր, որ նա պոեզիայի հանդեպ գիրք ունի, ուստի սկսել էր ամեն օր նրա համար կարդալ։ Վարդանը հաճախ էր միանում նրանց աշխատանքից հետո ստեղծելով ընտանեկան կապի պահեր, որոնք անհնարին էին եղել մութ ժամանակաշրջանում։ Հայրիկ, ասաց Վարդանը մի գիրագի օր, ցավում եմ ստերին հավատալու համար, քեզ չվստահելու համար։
Որդիս, պատասխանեց Գառնիկը ձեռքը դնելով Վարդանի ուսին, դու խաբվել ես մեկի կողմից, ում վստահում էիր, դա բնավորության թերություն չէ, դա նշան է, որ դու բարի սիրտ ունես։ Բայց պետք է նկատեի, պետք է այցելեի քեզ, ստուգեի վիճակդ։ Անցյալը չի կարող փոխվել, միայն ներկան է կարող, եւ հիմա մենք միասին ենք։ Գառնիկի պարզ իմաստությունը հաճախ էր հուզում Վարդանին, այն մարդը, ում Նունեն ներկայացրել էր որպես անմիտ անկարող, իրականում ուներ տպավորիչ հուզական հստակություն։ Հասմիկը նույնպես շահեց փոփոխություններից, լիովին ապաքինված թոքաբորբից նա ստանձնեց գլխավոր տան կառավարչի դերը աշխատելով Մանեի հետ համատեղ կալվածքը կատարյալ վիճակում պահելու համար։ Այգու դնակը հիանալի էր դարձել վերանորոգումից հետո սեփական պարտեզով տեսարանով դեպի հեռվում գտնվող լեռները։ Երբեք չէի պատկերացնի, որ նման վայրում կապրենք, ասաց Հասմիկը մի օր դիտելով Մանեին Գառնիկին, ովքեր խաղում էին մի կատվի հետ, որը հայտնվել էր այգում անմիջապես որդեգրվել ձերունու կողմից։ Կյանքը երբեմն մեզ զարմացնում է, պատասխանեց Մանեն։ Դու փրկեցիր այդ մարդուն, աղջիկս, եւ նա նույնպես փրկեց քեզ։ Դա ճշմարտություն էր, Գառնիկի մասին հոգ տանելը Մանեին տվել էր նպատակի զգացում, որը նա երբեք չէր ունեցել։ Դա պարզապես աշխատանք չէր, դա գոչում էր, նա բացահայտել էր, որ բնական ձիրք ունի մարդկանց, հատկապես տարեցների մասին հոգ տանելու հարցում։ Ոգեշնչված իր փորձից Մանեն ընդունվեց տարեցների խնամքի բուժքույրական դասընթացների, որոնց վճարը Վարդանը պնդեց ինքը հոգալ։ Շաբաթը 2 անգամ նա հաճախում էր երեկոյան դասերի միշտ տուն վերադառնալով նոր գիտելիքներով, որոնք կիրառում էր Գառնիկի խնամքի մեջ։ Մի օր, ասաց նա Գառնիկին մի կեսօր, ես կբացեմ տարեցների տնային խնամքի մասնագիտացված կլինիկա։ Մի վայր, որտեղ ընտանիքները կկարողանան վստահ լինել, որ իրենց ծնողները կստանան սեր արժանապատվություն։ Իսկ ես կլինեմ քո առաջին պաշտոնական պացիենտը, կատակեց Գառնիկը, ով լիովին վերագտել էր իր հումորի զգացումը։ Դուք կլինեք իմ խորհրդատու գործընկերը, պատասխանեց Մանեն, ով ավելի լավ, քան մեկը, ով անցել է այդ փորձության միջով, կարող է օգնել ուրիշներին։ Գաղափարը պարզապես երազանք չէր, Վարդանը, տպավորված Մանեի նվիրվածության բնական տաղանդով, առաջարկել էր ներդրում կատարել նախագծում, երբ նա ավարտի ուսումը։ Հայրս նրա մեջ հրեշտակ գտավ, ասում էր նա ընկերներին, հիմա ուզում եմ օգնել նրան, որ նա հրեշտակ դառնա նա այլ ընտանիքների համար։ Բացահայտումից 6 ամիս անց կյանքը գտել էր իր կատարյալ ռիթմը։ Գառնիկը անջանաչելի էր առողջ, երջանիկ, ակտիվ, մասնակցում էր ընտանեկան ջաշերին, հյուրեր էր ընդունում հեռու զարմիկներից, որոնց Վարդանը գտել էր, նույնիսկ նոր ընկերներ էր ձեռք բերել Հարանների շրջանում։ Վարդանը դարձել էր ավելի ներկա որդի ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզապես, հոր հետ խոսում էր գործերից, խորհուրդներ հարցնում, կիսում մտահոգությունները, բացահայտեց, որ Գառնիկը, չնայած տարիքին, դեռ ուներ սուր միտք ռազմավարության համար մարդկային բնույթի խորը ըմբռնում։ Հայրիկ, ասաց Վարդանը մի երեկո առանձնապես ուրախ ընթրիքից հետո, շնորհակալություն ինձ ներելու համար, եւ ինձ սովորեցնելու համար, որ երբեք ուշ չէ նորից սկսելու։ Որդիս, պատասխանեց Գառնիկը, իսկական սերը ներման կարիք չունի, այն միայն արտահայտվելու հնարավորության կարիք ունի։ Մանեն, պատշգամբում գրկախառնված հորն ու որդուն դիտելով, զգաց, որ իր առաքելությունը կատարված է։ Նա ոչ միայն փրկել էր մի մարդու տառապանքից, այլ օգնել էր վերականգնել մի ընտանիք, որը կարծես ընդմիշտ կորած էր։ Այդ գիշեր իր օրագրում գրելիս մի սովորություն, որը նա զարգացրել էր պատահածը վերլուծելու համար, նա խորհեց այն արտակարգ ճանապարհորդության մասին, որն անցել էր իր կյանքը։ Երբեմն, գրեց նա, մենք կարծում ենք, թե մենք ենք օգնում ուրիշներին, բայց իրականում ուրիշներն են մեզ փրկում։ Գառնիկը ինձ նպատակ տվեց, Վարդանը ինձ հնարավորություն տվեց, Հասմիկը ինձ ուժի օրինակ տվեց, եւ բոլորը միասին ինձ տվեցին մի ընտանիք, որի կարիքը ես երբեք չգիտեի, որ ունեմ։ Այդ գիշերվա նրա վերջին գրառումը մի խոստում էր։ Ես կնվիրեմ կյանքս երաշխավորելու համար, որ ոչ մի տարեց չանցնի այն ամենի միջով, ինչի միջով անցավ Գառնիկը, որ ոչ մի ընտանիք չկործանվի ստերի մանիպուլյացիայի պատճառով, որ սերը միշտ հաղթի վախին։ Եվ այսպես, մի առանձնատանը, որը ժամանակին սառնության մեկուսացման խորհրդանիշ էր, ծաղկեց փրկության, ընտանեկան սիրո մի պատմություն ապացույցն այն բանի, որ մի քաչ մարդ կարող է փոխել ոչ միայն իր սեփական կյանքը, այլ իր շրջապատի բոլոր մարդկանց ճակատագիրը։ Գառնիկը, ով մի օր իրեն անտեսանելի դեն նետված էր զգում, այժմ նորոգված ընտանիքի սիրված կենտրոնն էր։ Վարդանը, ով կորցրել էր իր ճանապարհը կյանքում, հոր հետ հարաբերությունների մեջ գտավ նոր հեռանկար այն մասին, թե ինչն էր իրականում կարոր, իսկ Մանեն, ով սկսել էր որպես ժամանակավոր երիտասարդ աշխատող, բացահայտեց իր իրական գոչումը ձեռք բերեց մի ընտանիք, որը նրան սիրում էր հարազատ դստեր պես։ Տունը, որը նախկինում արձագանքում էր միայն լռությամբ, այժմ թրթրում էր զրույցներով, ծիծաղով, երաժշտությամբ կյանքով, պատուհանները բաց էին մնում ներս թողնելով լույսն ու թարմ օդը։ Այգին ավելի գեղեցիկ էր, քան երբեք խնամված սիրով այնպիսի ձեռքերի կողմից, որոնք հասկանում էին, որ աճն ու գեղեցկությունը մշտական ուշադրության կարիք ունեն։ Եվ ամեն երեկո, երբ Արը մայր էր մտնում լեռների հետում, 3 սերունդ հավաքվում էին պատշգամբում դիտելու երկնքի գույների ներկայացումը։ Յուրաքանչյուրը երախտապարտ այն երկրորդ հնարավորության համար, որ կյանքը տվել էր իրենց։
Ճշմարտությունը հաղթել էր, ինչպես միշտ հաղթում է, երբ ինչ-որ մեկը բավականաչափ քաջություն ունի այն պաշտպանելու համար։ Եվ սերը հաղթանագել էր, ինչպես միշտ հաղթանագում է, երբ գտնում է սրտեր, որոնք պատրաստ են այն հյուրընկալելու։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մանեի Գառնիկի պատմությունը հուզել է ձեզ։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ փլեյլիստ նույնքան գրավիչ պատմություններով, գտեք այն սեղմելով այստեղ ձախ կողմում։ Եթե հավանեցիք այս պատմությունը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք բերում ենք եզակի պատմություններ, որոնք հետազոտում են կյանքի բարդությունը, կարեկցանքի ուժը, իսկական սիրո փոխագերպող ուժը, բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, որտեղ կշարունակենք բացահայտել փրկության հույսի անսահման հնարավորությունները, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր մարդկային սրտում։ Սպասում ենք ձեզ մեկնաբանություններում։